Դե թույլ տվեք մի հատ ասել մեզ նոր միացողների համար, որ շնորհակալ կլինենք, եթե գրանցվեք մեր էջին։ Ցավոք լույսի հարցը, դիմային լույսի հարցը մի փոքր դժվար է այս պահին լուծելը, բայց կարծում եմ դա չի խանգարի իրար լավ նկատել, տեսնել ու լսել։ Դե ինչ, ես մինչև մեր ընկերները կհավաքվեն, որովհետև ես զգում եմ, որ շատ են հետաքրքրում մարդիկ Տիգրան Աշենի հետ կապված հարցով, ու խնդրում են, որ անդրադառնամ, բայց մի երկու նույնքան առավել կարևոր, ոչ թե Տիգրան Աշենից առավել կարևոր, այլ այդ fake տավայտանքներից առավել կարևոր բաներ կա, դրանք չեմ ցանկանում որ կորչեն, ուստի մինչև մեր ընկերները հավաքվում են, ստեղ մի երկու բան էլ բերեմ առաջի պլան, որ անպայման անդրադառնամ։ Ինչպես վերնագրից կռահեցիք, հիմնականում անդրադառնալու ենք օրվա մեխային թեմաներին, այ որ մեխ են հանդիսացել։ Այսինքն ինչ որ խոսվել է, ասվել է, դրանց անդրադառնանք, մեկնաբանենք յուրովի մեր ձևով, մեր պատկերացումներով։ Իհարկե կսկսենք հենց Տիգրան Աշենից։ Մի հատ գտնեմ ինձ մի վաղուց հրապարակած նյութ, որ ձեզ էլ ցույց տամ։ Ոչինչ չէ, ժողովուրդ ջան, ուղղակի պիտի ասեմ, որ նոր Գևորգի բանը եթերում է TikTok-յան, դե TikTok-յան եթերը տարբերվում է YouTube-յան եթերից, այնտեղ մի քիչ շատ ենք իրար ընդհատում, բաներ կսկիչ ենք անդրադառնում, բաց ենք թողնում։ Ես հիմա գտել եմ մի կարևոր տեսանյութ, որ այստեղ քանի որ ժամանակին տեղադրել էի TikTok-ում, կարճ է գնում, բայց միտքը կշարունակեմ, Տիգրան Աշենի հետ է կապված հենց։ Տարածվեց նյութ, որ բա տեսեք, հարայ հասեք, Տիգրան Աշենը Google Maps-ում գրված է որպես Ադրբեջան։ Նախ շնորհակալություն են Տիգրան Աշենցիներին, ովքեր իրենք հենց հակադարձեցին այս հարցին, բայց դրանով չի սահմանափակում, ես առաջարկում եմ մի քիչ խորքային գնանք, ու այն մարդիկ, ովքեր որ վաղուց են հետևում իմ էջին, արագ կվերհիշեն այդ ամեն ինչը։ Ուրեմն, նախ նրանք, ովքեր որ screenshot են արել Google Maps-ի քարտեզը, որ Ադրբեջանա գրած, ես պահանջում եմ այդ սրիկաներին, այդ անպատասխանատու անողնաշարներին, որպեսզի ցույց տան որևիցե ֆոտո, որտեղ այլ կերպ է գրած։ Ես ուզում եմ հասկանալ, թե օրինակ Google Earth-ը, եթե չեմ սխալվում, 2008-9 թվականներից կա այդ Google Earth-ը դեռ։ Այդ ժամանակ ինչի Սերժ Սարգսյանի նման հարցադրում չկար։ Այդ ժամանակ հանգիստ էինք, որ լավ դե հիմի Ադրբեջանը գրած մեկը մերն է, ու Ղարաբաղի նման, հա, էլի անպատասխանատու մոտեցում, թե լրագրողներին հրահանգված չէր, որ ամեն օրով ոչ միայն հրահանգված չէր, այլ հակառակն էր, որ ամեն օրով ձեր ուղեղը լցնեն այդ թեփը։ Դա միշտ այդպես գրանցված էր, ասեմ ասեք։ Բայց դա չի նշանակում, որ Տիգրան Աշենը Ադրբեջան է։ Ասեմ ինչու, դա նույնպես ունի իր փաստարկներ։ Ես առաջարկում եմ մինչև իմ ինչուն ասել այս տեսանյութը բոլորս շատերը եւս մեկ անգամ դիտենք։ Ներողություն եմ խնդրում, եւս մեկ անգամ։ Ես TikTok որ գցել էի, ժամանակ 5 րոպեից ավելի նույն չէր թողնում գցեի, ու ինքը ավտոմատ 5 րոպե է սարքել, այնտեղ ավելացում է ես բանավոր կասեմ, հա, բայց նույն նյութի FIP գայքում ամբողջին կարող եք ծանոթանալ։ Եկեք լսենք։ Հայաստանի 2008 թվականի քարտեզն առանց Լեռնային Ղարաբաղի Տիգրան Աշենն էլ ադրբեջանական անկլավ։ Այս քարտեզները 2008 եւ 13 թվականներին Հայաստանն է ուղարկել ՄԱԿ։ Ուսումնասիրությունը կատարել է փաստերի ստուգման հարթակը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին քննարկումների ակտիվացման ֆոնին։ Հիմա ըստ հերթականության ՄԱԿ անդամ ցանկացած երկիր կարող է կառույցին ներկայացնել իր պատկերացումը։ Ներողություն, այստեղ ասում են կապը կորավ, մի րոպե։ Ժողովուրդ ջան, կապը կորել է։ Չէ, կապը կա։ Մի հատ կգրեք, տեսնեմ կապը կա, թե չէ, ժողովուրդ ջան։ Նորմալ է, կա։ Okay, լավ, ինչևէ, գնանք սկզբից, հա։ Քարտեզն առանց Լեռնային Ղարաբաղի Տիգրան Աշենն էլ ադրբեջանական անկլավ։ Այս քարտեզները 2008 եւ 13 թվականներին Հայաստանն է ուղարկել ՄԱԿ։ Ուսումնասիրությունը կատարել է փաստերի ստուգման հարթակը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին քննարկումների ակտիվացման ֆոնին։ Հիմա ըստ հերթականության ՄԱԿ անդամ ցանկացած երկիր կարող է կառույցին ներկայացնել իր պատկերացմամբ իր ինքնիշխան տարածքի քարտեզը։ Ընդ որում, ըստ ուսումնասիրության նման քարտեզները ՄԱԿ-ին ներկայացնում են հիմնականում տարածքային վեճ ունեցող երկրները։ Հայաստանն անկախացումից հետո 6 անգամ է քարտեզ ուղարկել։ 1996 եւ 97 թվականների քարտեզներում Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման ընթացքում ոչ Հայաստանի կազմում, այլ ինքնավար մարզի տեսքով եւ նախկին լղիմ սահմաններով ներառված է Ղարաբաղը, կան Արցախաշենը, Տավուշի այսպես կոչված ադրբեջանական երկու անկլավները, ոչինչ չկա Տիգրան Աշենի մասով։ Հայտնի 7 շրջաններն ըստ այդ քարտեզի Ադրբեջանի տարածքներ են։ Երրորդ անգամ Հայաստանը քարտեզներ է ներկայացրել արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երկու անգամ, երկուսն էլ 2004 թվականին, մի քանի ամսվա տարբերությամբ, եւ այդ քարտեզները ըստ էությամբ նույնն են եւ չտարբերվում նաեւ 90-ականներին ներկայացված քարտեզներից, այսինքն կան լղիմը, կան Տավուշի անկլավները։ Վերջին երկու քարտեզները Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք են ուղարկվել ՄԱԿ, որոնք սակայն ամենից շատ զարմացրել
կառուցողներն են։ Այստեղ Լեռնային Ղարաբաղը որևէ կերպ սահմանազատված չէ Ադրբեջանի կազմում է, եւ առաջին անգամ քարտեզներում անկլավի տեսքով հայտնվել է Տիգրանաշենը։ Նույն Սերժ Սարգսյանի քաղաքականության ժամանակ 7 շրջանները համարվում էին հայրենիք, եթե այդպես ասենք, մինչև այսօր իր կուսակիցներն այդպես են անվանում, սակայն չգիտես ինչու 2008 թվականին մակուղարկված քարտեզներով լրիվ այլ բան ենք մենք տեսնում եւ ամենահետաքրքիրը որ Լեռնային Ղարաբաղը իսպառ բացակայում է այդ քարտեզներից եւ ես հետաքրքիր կլինի իմանալ իրենց պատասխանը սրա հետ կապված, որովհետեւ 2008 թվականին կամ 10 կամ 11 թվականին Հայաստանի քարտեզը ավելի շատ մեծանում էր, քան թե փոքրանում էր իրենց ներկայացրածով, որովհետեւ երբ մենք հիմա խոսում ենք այն վարչատարածքային բաժանման օրենքի մասին, որ ասենք դուք այն ժամանակ այդ օրենքը ընդունել եք, պետական սահման եք գծել, իրենք դա նույնպես չեն ընդունում։ Ըստ Արկի Դավոյանի նշանակում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման օրոք արտաքին քաղաքականության երկու տարբերակ է եղել, մեկը ներքին, մյուսը արտաքին սպառման համար։ Փաստերի ստուգման հարթակի բացահայտումը լիովին հակասում է այն քաղաքականությանը, որն իրենց ներկայացմամբ կրում են Հանրապետական կուսակցությունն ու պատիվ ունեն դաշինքը։ Ովքեր առավոտից երեկո խոսում են կորուսված հայրենիքի մասին, սակայն նույնիսկ Լեռնային Ղարաբաղը որևէ կերպ նշված չէ նախորդ քարտեզներում է Խանքենդի երկրված Ստեփանակերտը։ Պիտի հասկանալ թե իրենք ինչ են դրել այդ քարտեզի հիմքում եւ ինչու են այլ բան խոսում։ Այդ հակասությունը պիտի բացել, որովհետեւ դա խորը հակասություն է եւ այն քաղաքականությունը, որ այսօր նրանք վարում են Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության դեմ, որ հակասում է Հայաստանի Հանրապետության օրակարգին այսօրվա, Միա պիտի հասկանանք այդ ոնց է լինում, որ 2008 թվականին կար այդ քարտեզը, որի հետ կապված նմանատիպ խոսակցություններ երբ հիմա գնում է, իրենք ինչ որ պահանջատիրություն են ներկայացնում։ Ամենայն հավանականությամբ սա է եղել պատճառը, որ ժամանակին բանակցային գործընթացը գաղտնի էր պահվում, նշում է Դավոյանը։ Ես հիշում եմ Ֆրանսիացի համանախագահներից մեկն ասել, որ սա պատմության մեջ ամենակիչ լուսաբանված բանակցությունների գործընթացն է, որի մասին որևէ խոսակցություն չկա։ Ես չեմ հիշում որևէ բանակցային հանդիպում, որից հետո գա եւ արտաքին գործերի նախարարը կամ պետության ղեկավարը տար բազաբանում տար լուսաբաներ տեղի ունեցածը եւ հանրությանը ներկայացրել թե ինչեր էին քննարկվել։ Դրա համար երբ մենք քննարկում ենք եւ մեր դիմադիր գործընկերները տարբեր դիրքերից են հանդես գալիս, մեզ մեղադրելով տարբեր մեղքերի մեջ ճակերտավոր այսպես ասած, իրենք առաջին հերթին սրա համար են պատասխանատու եւ երբեք չեն ուզում պատասխանատվություն կրել։ Քարտեզների հավաստիության մասին ուսումնասիրությունն իրականացրած Նանե Մանասյանը նշում է, դրանք ՄԱԿ հարթակում հայտնվում են բացառապես անդամ երկրի ցանկությամբ։ Որևէ մեկը, այնպես ինչպես օրինակ Google Maps-ում կարող է փոխել քարտեզներ կամ տեղանուններ, որոնք ճիշտ է հնարավոր է որոշ ժամանակ առաջ շփվեն, այսպիսի կամայական քարտեզներ որևէ կամայական մարմին չի կարող ներկայացնել, այսինքն պետք է լինել անդամ երկիր եւ պետք է այդ անդամ երկրի իրավասու մարմինը ներկայացնի քարտեզներ, որպեսզի ՄԱԿ-ը դրանք մուտքագրի արխիվ, որովհետեւ սրանք գնում են, հավաքվում են ՄԱԿ-ի գրադարանում եւ սրանք ըստ էության տվյալ երկրի դիրքորոշումներն են արտահայտում սեփական երկրի սահմանների վերաբերյալ։ Իդեպ լրագրողն ուսումնասիրել է նաեւ 1993-ից 2008 թվականների ընթացքում Ադրբեջանի ներկայացրած քարտեզները, բոլորում պատկերը Այստեղ ընդհատվում է 2 րոպե տեսա, բայց այս ամբողջականը կգտնեմ։ Ուղղակի երևի նախորդ հեռախոսներից մեջ է, բայց բազաները կան, չեն կորել, ուղղակի ժամանակ չկար գտնելու։ Տեսեք, Տիգրանաշենի հետ կապված։ Ես հիմի առաջարկում եմ, ովքեր տենց խիստ բան են, նեղված են կամ փորձում են վարչապետին անգամ ասել, բա մեր Տիգրանաշենը բան, փաստացի Սերժ Սարգսյանը փաստորեն ՄԱԿ ուղարկել քարտեզներ, պաշտոնական դիրքորոշում Երևանի, որ Տիգրանաշենը մերը չի։ Այնտեղ Արցախը вообще բացակայել է։ Ոչ միայն մերը չի, այլ տենց ինքը չկա։ Չկա։ Կգնաք, կհավաքվեք այդ տոչորներով, տոգոլվողներով ու դուզ հանրապետականների գրասենյակ։ Ու ես կոչ եմ անում վարչապետին, եթե Տիգրանաշենից մեկը հարց է տալիս, ուղղորդեք ընդ։ Պրյամո, առանց երկար բարակ բազարանելու դրանց հետ։ Մեկը իրանց էշը ворց է, կապրոնից է, օրը 5 լիտր կարթա տալիս։ Հիմա ինչ այս տեսանյութում ես ասում, փաստերի ստուգման հարթակը, փաստացի մեջ բերելով փաստաթղթեր։ Իմիջիալոց նրանք ովքեր ասում են չէ, դա այդպես չի, ոչ մի փաստ չեն բերում, հա։ Ուրեմն մենք պիտի օգտվենք նրանից, ինչ որ ունենք։ Այս փաստերը ինչ են ասում են, որ երբ որ երկու հակամարտող կողմեր կան, այս երկու հակամարտող կողմերը ՄԱԿ ուղարկում են քարտեզներ իրանց կարմիր գծերի մասին, հա, իրանց պատկերացման մասին, թե ինչն են իրանք համարում իրաց։ ՄԱԿ-ը չի ասում, չէ, դա ճիշտ է, սխալ է, դա լավ է, ոչ մի չի ասում, բայց ընդունում է դա։ Հայաստանը սկզբում Լևոնի ժամանակ երկու անգամ ուղարկել է քարտեզներ, որտեղ կա Արցախաշենը, չնայած որ Արցախաշենը բանի արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ էր, ու Արցախը երևում է մեջտեղը խփած Ստեփանակերտ։ Քոչարյանի ժամանակ արդեն այդ քարտեզները մոտավորապես նույնն են, բայց Արցախում Ստեփանակերտի կողմը փակագծերի մեջ գրած արդեն Խանքենդի։ Սերժի ուղարկած քարտեզներում արդեն ոչ միայն Ղարաբաղը չկա, դա վարչատարածքային միավորի մասին օրենքը, որ ընդունեցին իմիջիալոց Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը այդ ժամանակ հանդիսանում էր բանը նախագահի աշխատակազմի ղեկավարը, հասկանում եք։ Այդ ժամանակ այդ օրենքը, որ ընդունեցին, առհասարակ նշել են այնտեղ Ադրբեջան ու ՄԱԿ-ը ուղարկել են քարտեզ, որ այդտեղ նշացել չի ոչ Ստեփանակերտ, ոչ Ղարաբաղ, ոչ մի բան, անգամ կետագծով առանձնացրած չի։ Այսինքն որովհետեւ հակասություն իրանք այդտեղ չունեն։ Եվ ավելացված է Տիգրանաշենը որպես Ադրբեջան։
Սա Սերժի արդեն ուղարկած քարտեզներով։ Այսինքն աշխարհին ասել է աշխարհ իմ կարմիր գծերը հետևյալն են։ Էսի իմ քարտեզն է առանց սրա։ Հասկացա։ Սա հիմա գանք 6 մեր օրեր։ Լավ, բա հետո։ Հիմա ինչ Տիգրանաշենը ինչ է։ Ուրեմն, ըստ որոշ տվյալների Տիգրանաշենը էքսկլավ է։ Ինչպես եւ ազատամուտը, ինչպես եւ չգիտեմ ինչ ասկի պարա, մի հատ էլ վերևում կա բանում, Տավուշի մարզում։ Ըստ նրանց ըստ բանի սա էքսկլավ է, բայց ստեղ էլ այս բայցը հիշեք, էլի գնանք մի քիչ խորքից։ Սահմանագծում սահմանազատում որոշումը կայացվել արվել 75-76 թվականների քարտեզներով, ինչու, որովհետև պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ խորհրդային միության տարիներին ամենավերջին, այսինքն էլի եղել են իրավական քարտեզներ, բայց ամենավերջին իրավական ամուր հիմք ունեցող քարտեզով արվում է սահմանագծում սահմանազատում։ Եվ կանգ են առել 75-6 թվականների ոնց հասկանում քարտեզի վրա, որը համարվում է այդպեսին, հա, բոլոր կողմերի համար համարվում է այդպեսին, ընդունելի, ինչին ցանկալի, ցանկալի չի մի կողմ։ Դա է։ Ըստ սրա, երբ որ սահմանազատումը անցնում է, 3 նորմա հաշվի առնվում։ Թիվ 1, 3 քայլից է բաղկացած հիմնական։ Առաջին հերթին պիտի փոխանցվեն իրար բնակավայրերը, որովհետև միջազգայինորեն մարդու տեղաշարժի իրավունքը առաջնային է համարվում, եւ նրա այն տարածքները, որոնք բնակավայր են եղել, պիտի հետ վերադարձվեն։ Այսինքն սահմանազատման առաջին քայլը դա է։ Եվ բնակավայր որպես այդպեսին, ինձ մի քանի հատ քոլիկով էլի բնակավայր, ես լուրջ եմ ասում, երևի մի 100 մետր տարածքով կամ 500 մետր նայած։ Եղել էին այն 4 գյուղերը, որոնց մասին սկսեց հետո բանը, այս ջիհադիստների շարժումը Ռուսաստանից ֆինանսավորվող լրտեսների 24 թվականին։ Առաջինը բնակավայրերն է վերադարձվում ու տենց գնում է սահմանազատում։ Երկրորդը վերադարձվում է երկու կողմերի ընդունված տարածքների բնակավայրերին պատկանող հողատարածքները կլինեն արոտավայրեր, թե ինչ, հա։ Դա երկրորդ հերթին։ Եվ երրորդը նոր թողնված անկլավների հարցը։ Հիմա անկլավների մասով մեր կողմը, Հայաստանի կողմը, ասում է այսպես, որ մենք ունենք Արցվաշեն, այդ հիմա է Սերժի Վարդ չէ, Սերժի Վարդ ասել են հեսա ձերն։ Ոսում մենք ունենք ձեր մոտ անկլավ Արցվաշեն, ոչ միայն ասում է, հիմնավորում է հենց այդ քարտեզներով, հենց իրավական ամուր հիմքով։ Եվ դուք կոնսուլտացիա եք ստեղ անկլավ։ Նրանք ասում են, չէ, մենք ունենք, դե ինչ ասում են, բայց իրավական հիմք ցույց չեն տալիս ու դեռ դրան զրույցը չի գնում, քանի որ դա երրորդ քայլն է լինելու, այսինքն դեռ դրա ժամանակ կա։ Ասում ենք, օքեյ, հիմա 75 թվերի քարտեզներով գնում ենք, եթե այդպես կլինի։ Չի լինի, հա։ Որովհետև ընդունվածը վсё այդ քարտեզներով են գնում։ Մենք ունենք տվյալներ, Հայաստանի կողմը ունի տվյալներ, որ այդ 3, այսպես ասած, անկլավները հնարավոր չի իրավական ամուր հիմքով ապացուցել, որ դրանք անկլավ են ու պատկանում են Ադրբեջանին։ Այդ ընդունված բանակցային նորմով։ Թե իրենք ինչ ցույց կտան, չգիտենք։ Բայց մենք կարողանում ենք ապացուցել, որ Արցախը անկլավ է։ Հիմա սրանք ասում են, չէ, Տիգրանաշենը մեկ է, բան է։ Ասում ենք, ախպեր ջան, երբ որ կասենք, դե կխոսանք։ Սա է ամբողջ իրականությունը։ Մեր կողմը ասում է, ընդ որում շատ ազնվոր են, որ իրավական հիմք չենք տեսնում իրաց մոտ ապացուցելու դա, մեր ունեցած տվյալներով էլ դա մերն է։ Բայց այնուամենայնիվ այստեղ բազար արել է Սերժը ու շատ մեծ աշխատանք պիտի անի ներկայիս իշխանությունը, որ կարողանա այդ թեման մաքսիմում չեզոքացնի։ Հասկանում եք։ Եւ փորձում է չեզոքացնել ու ստացվում է դա։ Բայց արի ուտես, որ մենք ունենք ներսում կապիկ լողացնողներ, ովքեր փորձում են այս ադրբեջանական թեզը Հայաստանում ակտիվացնել ու պահանջներ ներկայացնել, ճիշտ այնպես ինչպես Ադրբեջանը կներկայացնել։ Բայց մի քիչ ձևափոխած, թե որ բաուր Արցախաշենը խիտվեցիք։ Արցախաշենը տալու բանը Տիգրանաշենը, դրա միտքը չկա, իմիջայլոց։ Նրանք ովքեր շատ ճամփորդում են Տիգրանաշենի մոտով անցնելուց, մի պահ կանգ առեք, հայացքով պարտադիր չի մասնագետ լինեք, հա, նա բարձրացեք ինչ-որ մի բարձունքից, ասես նայեք կողքերդ։ Ու դες հարց տվեք։ Ну, երբ որ նայեք կտեսնեք, որ այդ հարցը առաջանում է։ Ախպեր, այս Հյուսիս հարավը երբ որ սկսեց Սերժը կառուցել։ Արես Տիգրանաշենը խիա փոխանակ միջով անցնի, որը որ համ էժան է, որովհետև կարճ է, համ բանի առումով, ռելիեֆի առումով էլ է հարմար։ Այլ հավելյալ միլիոններ ծախսվեցին, որպեսզի Տիգրանաշենը շրջանցեն։ Այն այդ հարցը տվեք, երբ որ կբարձրանաք այդ վերևս կնայեք, այդ հարցը ձեր մոտ չտվեք։ Որովհետև ըստ նյութի, այո, ցավոք սրտի Սերժը գնացել է այդ բանակցություններին։ Իմիջիալից սրա մասին խոստովանել է նաև Սերժ Սարգսյանը, ով ասում էր հպարտորեն, որպես հաղթանակած, երկրի հաղթանակած հերթական չմո, ասում էր, որ բանա, մենք ամեն անգամ Ադրբեջանին զիջում ենք ավելին, բայց նա ամեն անգամ պահանջում է ավելին։
Այսինքն զիջողական քաղաքականություն ավարել Սերժ Սարգսյանը։ Այն էլ ջոգել է, քանի զիջում է միշտ պահանջել է ավելին, որովհետև հասկանալով որ շատ ավելին չի տալու, դրանով ստեղծելու համար իր համար լեգիտիմ հնարավորություն ռազմական ճանապարհով գործողություն անի Արցախում։ Սա է։ Եվ սրանք փաստեր են, փորձեք ասեք, չէ, դա այդպես չի։ Բայց չէ, դա այդպես չի ասելը հեշտ կլինի։ Բերեք փաստեր, որ հիմնավորում է ձեր ասածը։ Ես այսքան գիտեմ։ Գուցե ձեր մոտ կա փաստեր, որոնք ես չգիտեմ, բայց կներեք, ես ձեր հորս արևին չեմ էլ կարող հավատամ, ոչ էլ ձեր մոր արևին, ոչ էլ որևիցե այդպես բան էլի, փարթեմանցի բաներ հայրենիքից համար։ Չեմ կարող հավատամ։ Բերեք փաստեր։ Եթե այդ փաստերը կլինեն օբյեկտիվորեն փաստ որպես փաստաթղթեր, հա, փաստացելով փաստաթղթեր նկատում, որոնք որ ավելի հիմնավոր են, քան սա, ես կասեմ, օքեյ, ուրեմն սխալվել եմ, Ժորժ ջան, ներողություն, փաստորեն սենց է, ուտեց ես էլ կդառնամ պայքարողներից մեկ։ Նիկոլի դեմ։ Այս բaragայում խապելու համար։ Ոչ չեմ կարծում, որ դուք կբերեք, այլապես մինչև հիմա կբերած կլինեիք։ Բացի այս ամեն ինչը, էլի նյուանսներ կան, ախր։ Ոչ միայն Տիգրան հետ կապված, բայց քիչ-քիչ դրանց կանդրադառնանք։ Մի անգամից դոզան շատ չտանք, մարդիկ հասցնեն մարսել։ Եվ ես ասում եմ, սիրելի Տիգրանաշենցիներ, հարգելի քույրեր, եղբայրներ, բացի մի քանի հոգի այդտեղ կան ձեր մոտ։ Կոպիտ բառ չօգտագործեմ, լավ, այսօր որոշել եմ կուլտուրական լինեմ մի քիչ, համեստ լինեմ մի քիչ։ Բացի որոշ տմարդիներից։ Իմիջիալս Տիգրանաշենում մի հատ դպրոցի տնօրենի տղա կա, ով հայտնի վրոձի իրավաբան է, ով իմ դեմ դատական հայց էր ներկայացրել Մարմաշյանի դեպքերով։ Այդ ուլին մի հատ հարց տամ, էլի, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ինչ եղավ այդ դատական հայցը։ Մինչև այսօր նամակ չունեմ, ախր, բայց Static News-ը լավ հրապարակում էր քո գեղեցիկ խոսույթը իմ ինչ որ գործողությունների հանդեպ։ Ես խնդրեմ մի քիչ արագացրեք։ Եվ մյուս կողմից օգտվելով առիթից դիմում եմ VD-ի քննչական բաժնին, որ տղերք, ձեր մոտ Տիգրանաշենի դպրոցի տնօրենի գործը կա ծալած մի հատ դարակ դրած։ Երբ եք այդ գործին ընթացք տալու։ Այն որ մի հատ երեխու հետ էր կապված։ Երբ եք տալու ընթացք։ Գնացեք դրեք։ Այ բացի sense կենթանիներից եւ կերպերից, Աստծո արարած ստեղծած ասուններից, մնացած ցին ասեմ, սիրելի քույրեր, եղբայրներ, շարունակեք ձեզ համար ապրել ու արարել Տիգրանաշենում, առաջիկայում հնարավոր է ամառվա եղանակը, մենք էլ այցելենք ու ձեզ հանդիպենք, սիրով բարի զրույցներ ունենանք։ Կապիկներից հեռու ժողովուրդ ջան, մի խոսքով։ Ասենք առաջ, հա, Տիգրանաշենի մասով ինչ որ էլի հարցեր կան։ Եթե եկեք 60 վայրկյան մի րոպե պահենք հարցերի համար։ Եթե Տիգրանաշենի հետ կապված ինչ որ բան ընկալելի չի եղել, խնդրում եմ հիմա ասեք։ Մի րոպե սպասենք, չէ՞ ժողովուրդ ջան։ Պրիվետ Սերգեյ ջան։ Տիգրանաշենից ենք խոսում, նոր մի քիչ փաստերով մեջբերումներ էի անում, սպասում եմ, եթե հարցեր կան, մի րոպե թողել ենք։ Չկան, հա, կարելի է տենց ասել ու ասել առաջ։ Ասենք առաջ, ինչեր է տարածվում հիմնական մեխերը։ Եկեք սկսենք ստերից։ Պաստալի ապրել է Կալուգայի։ Եվ միգուցե դա եղել է իմ կյանքի լավագույն տարիներից մեկը։ Շնորհավորում ենք։ Այսինքն ինչից ես կվիրավորվեմ։ Ես Արցախը չեմ հանձնել։ Հայկական հողերը չեմ հանձնել։ Այսքան փորձանք մեր երկրի վրա չեմ բերել։ Կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի եւ Հայաստանի կողքին։ Կալուգայի Սամոն, ինչպես իրենք ասում են, իրենք նույնիսկ չեն հասկանում դա ինչքան պատվաբեր է։ Իրենք հաստատ իրենց կյանքում ոչ մի հնարավորություն չէին ունենա առնչվել Կալուգայի Սամոյի հետ։ Կարող 1000 կիլոմետր փախնեին։ Դա հիմա քաղաքական խոսույթ է, որի տեսնում ինչ որ վիրավորական բան են ասում, չեմ վիրավորվում։ Ոչ մի բանից էլ չեմ վիրավորվում։ Պայքարի մեջ, եթե 7 ամիսից տանում պահում են 2 բառի համար չեմ վիրավորվել։ Հիմա ինչ Կալուգացի Սամո ասեց են։ Հա, ընդամենը Աշիրի Սամոել են ասում, Կալուգայի Սամոել են ասում, դա հարգանք է, ոչ թե ինչ որ վատ բան։ Դե դա այդ ժամանակահատվածի դե ինձ իմ ընկերներն էլ հիմա բոլորն էլ ժամանակին ասել են, որ ապրել են Կալուգայում, ասել են Կալուգացի Սամո, չեն ասել Չեմո Նիկոլ, ասել են Կալուգացի Սամո, 10 տարի ապրել է Կալուգայում։ Դե իհարկե, այս նյութը 168 AM-ի Սաթիկին Սեյրանյան չէր կարող դուրս չգալ ու նա չէր կարող չտեղադրել։ Գանք երթով։ Այո, Սամվել Կարապետյան, այս ամբողջ
1 րոպե 55 վայրկյանանոց նյութի մեջ մի հատ ճիշտ բան ասում եք։ Այ հարգեցի։ Մի հատ ճիշտ բան կա, որ զգացել եք, որ հնարավոր է լինեն ձևակերպումներ, որոնք շատ կոպիտ են ու կարող են անգամ վիրավորական թվալ, բայց դա քաղաքական խոսույթ է։ Այ սա տեսնում եք, առաջ խաղացում կա։ Դե չէ սկզբում այդ ինչ էր այո։ Բայց այնուամենայնիվ այդ քաղաքական խոսույթը ունի որոշակի բարոյական սահմաններ, որովհետև երբ որ քաղաքական դիվիդենդի համար դու օգտագործում ես ժողովրդի ցավը, որն է օրինակ Արցախի կորուստը, որն է օրինակ Եռաբլուրը, որն է օրինակ հայրենիք հանձնել, թրքանալ, թրքատիպի, ասես բաները, այս արդեն կպնում է, սա ոչ թե վիրավորականն է, այլ կպնում է մարդու բարոյականության ամենակարևոր են թելերին։ Այ դրա համար հիմա դարձյալ պիտի բան անենք։ Այո, մարդիկ երբ որ ապրում են ինչ-որ վայր, բնակության վայրով մարդուն տենց փորձում դե որ սանվել է, դե կարող է սանվել։ Ասենք, որ հայկոն դե սպիտակսի հայկոն, հա, օրինակ, սենց, ես հասկանում եմ այդ միտքը ինչ ես ասում։ Բայց դեռ մի հատ ուրիշ հիմնահարցեր կան։ Ով է Նիկոլին ասել չմո Նիկոլ, դու ինչի՞ց ելնելով։ Ասենք, ինչ որ տես վարձու կամ ոչ վարձու պրոստո ուղեղները թեփլեցած մարդիկ ատելությունից ելնելով, մեկին չմո են ասում, ենթադրենք, ու դու տես նստել ես, տես ուպրիկատ ես անում։ Դու Նիկոլին, երբ որ ինքը վարչապետ է դարել, դու կյանքում իրան չմո ասած կաս։ Իրար հետ Ղարաբաղի գնացել, տարբեր տեղեր, ինքը քեզ ներկայացրել է որպես գործարար, ասել է ժողովուրդ ջան, սրանը շանտեղ դրեք, փորձեք մի քիչ վերաբերմունք ցուցաբերել, դե հիմի այս բան չենք կարա հետ հետ կապված շատ հարցեր ունենանք միլիոնատ ուրիշ հարց կա։ Դες բառացի չի ասել, բայց դու այդ ժամանակ իրար հետ դες չմոյի պես ես վերաբերվել յանը։ Հիմի կողքից քեզ հազարատ բան են ասում։ Եթե ես օգտվեմ այդ հնարավորությունից, որը դու ես առաջարկում, որ այդպես անենք, ասենք օրինակ, չաթլախ սամո։ Դու ասելով սա գնել է հեչ, հա, տենց մի ասում է, այնա, բան, հա, մարդիկ ասում են ախպեր, տենց ասում են չաթլախ սամ օրինակ։ Ասում են որն է։ Որն է, ասում են, էտով է ասում։ Ամեն մարդ իր ասացի համար է պատասխանատու, դու խարխի ասածը բերում դնում ես, ոչ թե այսել են չմո Նիկոլ, չմո ով է ասել։ Հա, հետո իրանց որոշ fake edge-եր, որոշ ոչ fake edge-եր օգտվելով այլ բաներից, կարող է հայ հոյելեն բան են արել, դու ես բան ունես ասելու։ Դու քո մասով։ Ասենք օրինակ, սա նայեք ինչ կարգ է անբարոյականի արտահայտություն է, էլի։ Օրինակ, մարդիկ կան իմ հանրային գործունեությունը դուրս չի գալիս, անգամից թշնամի են տեսնում, իրանց էջերում կամ ինձ մոտ կարող է քֆուր գրել։ Կամ մի հատ երրորդ մեկը, մի հատ բջի թուլա, ով կարասի դե քիզի համաձայնությունից այս բանին ասում, ես էլ եմ ասում, հա, կա դες բան։ Կա դες մի հատ բջի թուլա, ով կարա որոշի, որտես մի քանի օկից այս մի հատ բան են գրել, ուրեմն իրանք էլ ուրեմն էդի տենց։ Ինչ անպատասխան դու հասկանում ես որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականության մեջ ես վռոձի։ Դες ինչ անպատասխան է դու չմոն դուք եք։ Չմոն դուք եք հենց նրա համար, որ ընկած նայում եք ով ինչ ասի որ դուք կողքից շիրատակ։ Սա մեկ։ Երկրորդ Արցախի հետ կապված հանձնելու։ Ես այլ երկար բարակ պատմություններ չեմ պատմում ախպեր։ Մի հատ հարց եմ տալի։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում էր Ադրբեջանին Մեղրին փոխանակել Արցախի հետ Ղարաբաղի։ Այդ ժամանակ ոչ մի լրագրող չէր ասում, ինչի կոզում Ղարաբաղը եկա իջա։ Դա դրանով ինքը բնականաբար ասում է, որ Ղարաբաղը մերը չի, ինքը պատրաստ է Մեղրին տա, որ Ղարաբաղը վերցնի։ Թե դա լավ էր, վատ էր, ես չեմ քննարկում։ Ինքը ասում է, էսի տամ, էսի տուր։ Այսինքն, què ասում տուր, որտեղ համարում է, որ Իրանը չի։ Ես էլ ասում եմ, տամ, համարում է, որ Իրանն է վռոձի, բայց պատրաստ է զիջի։ Հասկանում եք։ Հիմի երբ որ սրանով Քոչարյանը պրիզնատ է գալիս, որ Արցախը Ադրբեջանինն է։ Տենց չէ՞ դա, հոյ ես ինձ բան չեմ անարում։ Դու այդ ժամանակ գվգվոց, ղունղուն հանել ես։ Չէ։ Երկրորդ, դու հանձնել ես Արցախ։ Ոչ միայն հանձնել ես Արցախ, Արցախը քո տանձին չի եղել, ասեմ ինչի։ Որովհետև երբ որ սկսվեց Արցախի համար պատերազմը 44 օրյա, դու քո պաշտոնական էջում, մեզ չէ մեկը ասել է, դու քո էջում գրել ես հետևյալը. կողմերին դու քեզ չես դիտարկել Հայաստանի կողմ։ Դու ասել ես կողմերին կոչ ենք անում նստել բանակցությունների շրջանի շուրջ։ Քեզ համար Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը եղել են կողմեր, հավասար կողմեր։ Դու չես ներկայացրել կողմերից մեկին։ Դու չես ասել առաջարկում եմ Ադրբեջան ավելի լավ է նստենք խոսանք կամ հակառակը։ Ինչի վրա չէի զարմանա։ Դու ասել ես կողմեր։ Ջահելներ։ Ցենց, հասկացա՞ր։ Դու
քո էությամբ տվել ես ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։ Նաև հենց նրա համար, որ դու հանդիսանում ես FSB-ի օպերատիվ բանալի բաժնի աշխատող։ Դու օտար երկրա ծառայությունների հետ ես աշխատում։ Հասկանում ես։ Ունես այդ երկրի հանձնագիր, քո համար աշխատում ես իրանց հետ։ Գնա շարունակի աշխատել։ Ընդ որում այդ օտար երկիրը տեսեք, կապ չունի Հայաստան, բանա, հարազատ երկիրը, բարեկամ ընկերա, ռազմավարական դաշնակից ընկեր, կապ չունի դա։ Դա քո երկիրը չի, օտար երկիրը։ Ռուսաստանը օտար երկիր է։ Հասկանում եք։ Ամեն երկիր, երբ որ ինքնիշխան է լինում, ունենում է իր հատուկ բաները, ծառայությունները, իր պետության շահերը եւ այլն։ Դու տենց։ Հետո ասում են, ինքը դե հերքել է։ Տեսակ որ չափածուցվեց, ինչը չափածուցվեց։ Ինչը ինսայդերը գրածը չափածուցվեց։ Դուք հասկանում, դուք գիտեք ինսայդերը ինչ կայք է։ Նայեք, աշխարհում անգամ կան նախադեպեր, որ ինսայդերի հրապարակումներով մարդիկ են արդեն դատապարտվել։ Հասկանում եք։ Ինսայդերը 168-ը չի էլի։ Вообще։ Դուք ասում եք, տեսակ չէ, որովհետև նա հերքեց։ Ո՞վ է հերքել։ Սամվել Կարապետյանը երբ է հերքել։ Ասել է, աշարմեն տերմի դրեք ինչ են ասում։ Ոնց։ Տենց կարելի էր, պաստորեն։ Դու հանձնել ես Արցախը։ Իմիջիալով հանձնել ես նաև գիտես ինչով։ Քո տղերքին ծառայությունից փախցնելով, այն սամոն ասում է, բանը նարեկը։ Տեսեք, մեզ ասում են, գնացեք զոհվեք, ինչու չես զոհվել։ Նա դեռ չելենջ ա գնում։ Այո, ես չեմ զոհվել եւ հիմա ձեզ ասում եմ, Նիկոլ Փաշինյան, բացուց բաներ է խոսում։ Տեսեք, ջայներ ջան։ Ոչ ոք ձեզ չի ասում դուխի չես զոհվել։ Ձեր հետ չեն։ Եթե դու հանդիսանում ես Բարձրաստիճան պաշտոնյան մեկի լակոտը, ով բնականաբար երբեք չի ծառայել, այն էլ առաջնագծում, ուր մնաց դե պատերազմին մասնակցել, ապա հա, քեզ էլ են ասում։ Դուք դիտավորյալ չեք ջոգում, թե դեռ չեք ջոգում դուք։ Սուսան բանն ով է։ Դե մի տեսեք, մի կողմից ասում եք, բան արա, մի դրանց լուրջ վերաբերվի, մյուս կողմից ասում եք Սուսանբար Հարությունյան, Նիկոլը մտածածի, բլանավորված, հրավիրել է, պատերազմ, հոգին փառավորվի, հա Սուսանբար։ Իմիջիալով ցանկացած ղեկավար երկրի, հենց տենց էլ անում է, դիտավորյալ պատերազմներ են հրահրում, որ հետո կան ասեն ժողովուրդ մեզի ձեն տվեք ընտրվեք։ Ու այտենցները, այտենցների երկրում մարդիկ քաղաքացիները կարողանում են դրա մասին բարձրաձայնել, պատկերացնում են։ Դու ում ես ընտրելով FSB-ի ստուկաշներին։ Ստեսում։ Հաջորդ նյութը։ Լավ, էսի չէ, Ծառուկյանը հետո մնա Ծառուկյանը առան։ Ուրեմն այդ նյութ կա, փաստորեն սա վաղուց երկար տարածվել է, ես չեմ իմացել սրա մասին։ Լնայեք ժողովուրդ։ Տեսեք, սա Գորշ գայլերի խորհրդանշանն է։ Այսպես։ Ուրեմն մի մեջտեղում պատկերացնենք Հայաստանը երկու կողմերից Գորշ գայլերն են։ Այսինքն թուրքական կողմից եւ ադրբեջանական։ Այս Գորշ գայլերը մոտենում են յար եւ բացում են իրենց երախները։ Տեսեք ինչ ստացվեց։ Տեսեք, սա Գորշ գայլերի խորհրդանշան։ Ես Գևորգին ճանաչում ինքը հեքիաթ ասած է։ Ես պիտի ասեմ, որ անկեղծ դրական վերաբերմունք ունեցել եմ այս տղայի հանդեպ։ Չգիտեմ հիմա իր հետ ինչա կատարվում Կավլիցի, բայց Գևորգ ջան, էս ինչ էր։ Ասում եմ, սա Գորշ ու այնտեղ նայում եմ մեկնաբանություններ։ Ասում եմ, էսի Գորշ գայլերի նշանն է, էս էլա Գորշ գայլերի։ Մեջտեղը պատկերացնենք Հայաստանն, նա թեխի ախտո չենք հասկանում։ Սոս գալիս են ու տեսեք ինչ ստացվեց երախները որ բացվել կանի։ Յանի սրտիկ ստացվեց։ Բան Գևորգ ջան, նայ։ Իսկապես ջանով եմ դիմում։ Խնդրում եմ խախանդվի էլի ապեր։ Նայ։ Նախ Գորշ գայլերի երախը вообще ժեստի մասին չի եղել։ Այս Գորշ գայլերի նշանը եղել է։ Շուտ ու ոչ միտեղ չենք հանդիպում այդ Գորշ գայլի երախը բացած, այն էլ է սենց։ Հասկանում ես, հələ էսի մի կողմ։ Հիմա որ գալիս ես կապտում երախները, քան երախները բացում, կուտա բրծնել էլի։ Բայց երախները բացում են ու սենց են բացում դեք։ Ապա եթե էսի Գորշ գայլն է, իր երախը պիտի սենց բացվի։ Չի կարա սենց բացվի։ Չոտ կդայես չես հասկանում, քան իմիջիալով գոր բանը թուրքերն են, որ քանի 20 տարուց ավելի ես գիտեմ, որ իրար սենց են սրտի կանում, նո էսի մի քիչ ավելի թազա է, սենց է իմ ուկանի նատուրի զեվել կա։ Ոնց է։ Սենց է, հա, սենց է։
Հիմա արի, էսի sense հասկանանք։ Ասենք, նայեք, էսի մկրատ է, էսի լա մկրատ։ Երևակայինք մեջտեղ է Հայաստանն, հա, ու գալիս են իջենալու, ծեցենալու, որ կտրեն։ Հələ մի արեք, էլի, խնդրում եմ։ Մարդ չգիտի։ Դες չի անդրադառնա, եթե չտենայի թե էսի իշկալա տարածվեն։ Ու գիտեք, մի հատ բան է մոտս առաջանում։ Ուզում եմ ասեմ, մեկ հունից դուրս եմ գալիս, ուզում եմ ասեմ, արի, եթե մենք ունենք այսքան հազարով տենց հասկացողներ, մտածողներ, ասենք որ կարան լայք են, մեկը չի կարած, արա, ինգեր, չէ, հելի ապե լավ, երև կատեք էսա։ Ուրեմն, երև, արում, գիտեք, պետություն ունենալու իրավունքը վաստակում են, իմ կարծիքով մենք վաստակել ենք, բայց մեր հասարակության մի հատ շերտ, ես չեմ խոսում ով Նիկոլին դիամ, այս բաներով չէ, էլի, այս բաներով չէ, մի հատ շերտ կա, արա, որ չոտքի չի վաստակել ախպեր, չի վաստակել, ու իրանց դարդից նատուրից սաղս խառնվել ենք իրար, եվ մի հատ հիմա քարը գցում է փոսը 100 հոգի բանն անում, չեն կարող հանել։ Հիմա այս ձայնագրություններին եկեք անդրադառնանք, երևի լսել եք, այս օրերի հերթականը, այսօրվանն արդեն խառնել ենք, որը երբանն է։ Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում հաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով Դավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք։ Դա ինչ կապիկություն ա հավայ հորսը ուզում եմ։ Նորից ջան, ելեք չգնաս, էլ այդ որ գրել ես լավ է, սարի դες մեկն է։ Հիշում եմ այդ բանը, որ ինքն եկե մոտ էս եկե։ Ինձ ֆրանսի ես է փոխաչապեմ բլան հաստան։ Ո՞ր ցավեք չէ։ Դա բոմոտ։ Բազու այդ խոդերած տեղավորում են դրանց։ Ինչ? Որում որ տեղավորում են քողներ դրանց։ Այո, դուս եմ եկել արդեն այդ օֆիսից ապա ես դրանց գալու։ Մի խոսքով էլի ընտրակաշարք, էլի բռնվել են Դոդի Գագոյա խառը, Քոչարյանը խառը, այստեղ Նորիկը Քալաշյան գրել է 3-7-17 գովազդում է իր նախընտրելի ուժերի։ Նորմալ է, խնդրում եմ հանկարծ ավելորդություններ թույլ չտանք ժողովրդին, բայց Նորիկ ջան գրել ես պիտի լսես սա։ Ես կարծում եմ, որ փողով ձեն առնողը դավաճա աշխարհի քֆուրը վաստակած թուլա է։ Ու ես կարծում եմ, փողով ձեն ծախողը նույնից է։ Հասկանում ես։ Հիմա քո ասած 3-ը, 7-ը, 17-ը Նորիկ դուրել գնել հմասես, լսի Նորիկ։ Ձեր կուտոկին ասեք, էլ ես ամեն անգամ մեկն ու մեկիդ ասում եմ, երևի դուք հետո ամաչում եք կիսեք։ Դու տղա ես, անունը տղու անունա, Նորիկա։ Ես տղա եմ ու փափուկ բարձի մեծացած տղա չեմ, ինձ աշխարհի կեսը ճանաչում, մյուս կեսն էլ հələ կճանաչի։ Դու չես կարող գտնես իմ ընկերներից ինձ ճանաչող որևիցե մեկին, ով կասի, որ գնել է, դու ինձ հարբեցող ալկաշ ոնց եք ձևակերպում ձեր կռուգով։ Դες մեկն է։ Չես կարող, երբ որ գտնես այդ ընկերոջս կվերցնես կգաս մոտս։ Այդ մուտիտը որ գցել եք մեյդան, այ մուտիլով շիկլություն եք անում ապեր։ Այդ հարցը ես գրե։ Դու ասենք չգիտեմ, դեղի տակ ես ապեր, ասենք դες ես տես հարց չեմ տվել, չէ՞, քեզ գրե։ Բայց, ահա, դες Արտուր Գևորգյանն էլ արդեն գրեց 3-7-17, օքեյ։ Եթե դուք վստահ եք, որ դուք վայելում եք հանրության հարգանքը, կարամ իմանամ, ինչ եք փող տալիս մարդկանց, որ իրանք ձեզ կվյարկեն։ Հենա կվյարկեն էլի։ Դուք դատապարտում եք փող բաժանելու։ Օրինակ, եթե ես իմանամ ԿՊ-ն փող է բաժանում, ես բնականաբար շատ վատ եմ վերաբերվել, էդի տասնապատիկ վատ կվերաբերվեմ։ Հիմա դուք գիտեք, օրական ձայնագրությունները կա, որ փող է բաժանվում ձեր օֆիսին, կարող է դուք բաժանողներից եք դաժան։ Դուք ո՞նց եք վերաբերվում ձեն առնելու։ Ո՞նց։ Մի հատ երկուսից հետ մեկը գրեք։ Ո՞նց եք վերաբերվում, որ ձեր սատարած քաղաքական ուժը փողով ձեն առնի։ Հմասեսը ինչ է, ապա։ Հմասեսը ինչ է։ Դու հələ մինչև գրես այդ հմասեսը ինչ է, մի հատ հարցից պատասխանի։ Նորմալից վերաբերվում Նորիկ, կներեք ժողովուրդ ջան, հետաքրքիր է, չէ՞, երևի ձեզ էլ մեկ տեսնենք, որտեղ մտել գրել է 3-7-17 ախպեր։ Ձեզ կոչ անում, որ այդ բան FSB-ի ստուկաշներին ձեն տանք։ Հիմա ես ուզում եմ իմանալ, ինքը նորմալ։ Աշմագանյա ջան, Նորիկը դժվար թե հարցը հասկանա։ Էլի սկսեցին թուրքերի թեմա բացել։ Հեսա ես կանդրադառնամ դրան։
Ուրեմն ասեմ 3-ին 7-ին 17-ին պաշտպանողներ, հələ միջև մեր ընկերների գրի, ջոգին գրի թե չէ։ Ապա հմատը որն է։ Այ խորերը բացես։ Ջոգի չես ասում։ Նայեք 3-7-17 գովազդողներ։ Եթե դուք ձեր ուղեղը լցել են, որ արա դե պետք է ռուսամետներին պահենք, թե չէ կդառնանք Թուրքիա։ Ուրեմն դες կարճ համառոտ ասեմ, որ Արսենն էլ է, Արսեն ջան, դու էլ լսի, քեզ էլ պետք է գա։ Ուրեմն աշխարհակաղակական վերջին տարիների ընթացքում ռուս-ադրբեջանական շահերը եւ ռուս-թուրքական շահերը համընկնում են։ Այդպիսի բաներ գոյություն ունեն, տեղ եք, թե չէ։ Հետևաբար դուք այսօր ընտրելով Ռուսաստանի, սատարելով Ռուսաստանի շահերը, դուք սատարում եք նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Պետական շահերը, ես չեմ խոսում հարաբերություններից, պետական շահերը։ Այնպես որ եթե ձեզ թվում է, դուք գնացել եք ռուսներին ընտրեք, որ հանգարց չթուրքանաք, ապա դուք գնացել եք ճիշտ թուրքերի տակ։ Հիմա Եվրոպայում եւ Եվրամիությունում շունչները պահած սպասում են Հայաստանին, քանի որ Հայաստանը աշխարհի ամենահավուստը իհարկե։ Ասում եմ քեզ, այստեղ գրել են քեզ, որ խմած ես։ Նորիկ ջան, նոր տաշիր Սամոյի մասին էի ասում, ասում եմ որ քո մասին շատ բան են գրում։ Ես հիմա գրասենյակում եմ, ու ես մենակ եմ։ Եթե Երևանում ապրող կա, Սեբաստիա 37 հասցնա, եկեք մի հատ ճշտեք, խմած եմ, թե չէ։ Կամ այդ Արցախի է առաջացել։ Չլինի են նույն մուտիլոշիկները, ովքեր որ ասել են, որ բանա թրքացում ենք գնում դեպի բան, դրանք են այդ բանը ասել։ Ինչ կապ ունի։ Հիմա ես քեզ նորիկ բան եմ ասում։ Կարող է խմած եմ։ Ասենք թե դες ալկաշը մապե դրել եմ, խմած եմ ախպեր։ Իմ ասածների հետ հակասություն ունես դու, թե չէ։ Ես իմ ասածները դու լսում ես։ Ասենք օրինակ մի հատ խմած մարդ, որ մորդ կենացա խմի։ Դու ասել ես ախպեր, դու խմած ես, քո բարեմաղթանքը չի անցնում։ Հա? Չէ։ Եթե մի հատ խմած մարդ քեզ դուրս է քրվի։ Ասել ես հելատուն։ Արա քեզ ինչ, բան եմ խոսում, դու իմ խոսածածի հետ խնդիր ունես թե չէ։ Դու բավար խմած եմ։ Ունես այս էֆիրներ բան, դες ինձ եվերով ասեմ, հաստավարի չի։ FSB-ի ստուկաչներին։ Քեզ բերել ես թե գովազդանում արա։ Դու ով ես, ստուկաչ ես դու ապեր։ Դες հարց եմ տալիս, պրոստա սա մարդիկ կային որ քո մասին բան էին գրում։ Դες ես քեզ հարց եմ տալիս։ Դու ստուկաչ ես։ Ես քո դեմը բար չունեմ, բայց այդտեղ քեզ գրել են։ Ախպեր ինչ էին գրել։ Արա ինչ գործ ունես ով ինչա գրել։ Ինչ գործ ունես դու ուրիշի գրածի համար, որ դու կրկնում ես, դու պատասխան կարաս տաս ախպեր ջան։ Դու քանի տարեկան ես, դու վարժե հայատներում ապրել ես։ Ասենք այդ 3-7-17 ընտրողներով սաղը, թե կտենց մտածում։ Այտենց նա ձեր պատկերացումը, դրա համար եք FSB-ի ստուկաչների որի հետևից ոտ քաշելով գնում, ընկեր ջան, ես էլ քո դեմ բան չունեմ։ Ես հարց եմ էլի քեզ տալիս, ախպեր, քո հիմի մեկը կարա քեզի աշխարհի բառերը գրի։ Ես ինչ անեմ, քեզ կարամ ինչ որ մի բան ասեմ, չեմ կարա, չէ։ Չեմ կարա հելելով նրանից որ ինչ որ մեկը քեզ բանա գրել, ես էլ դաշ տամ, չեմ կարա, չէ։ Մի արա գործ չունես, ախպեր, քո ասելիքը ո՞րն է։ Ես քեզ հարց եմ տվել, դու իմ հարցին չես պատասխանում, դու ասում ես, ասես բան էին գրել։ Մի արա, ախպեր։ Դες ես ուզում եի հարգանքով շփվեյքով։ 3-7-17 էի գրում, ախպեր։ 3-ը ստուկաչի անուն եք գրել։ Այն էլ ինչ ստուկաչի, հրստե նայեք, մուտիլովկեն նայեք սրա։ Սիրելի ժողովուրդ, Ռուսաստանը չի կատարում այն գործողությունները, որ դուք ենթադրում եք եւ ցանկանում եք պետք է կատարի, որովհետեւ չի վստահում։ Կներեք էլի ժողովուրդը։ Արսենը այստեղ ռեպլիկա թողել, իր արևին դες փիլիսոփա էլա։ Հայեր ջան, ես սիրում եմ ձեզ, ինչու չեք զոհվել, յանի դες սարկազմ անում։ Խես այդ սարկազմ անում, գա։ Ինչ ա եղել։ Յանեմ նես Նիկոլա տես բանա, ասեմ մոտավոր յանի տես բանա նկատի ունեցել։ Հա։ Չես լսել բարձաբանումները, չես լսել շարունակությունը առաջը հետոն իրավիճակին ծանոթ եղել ես, թե նայել ես Static News-ը գրելա Նիկոլա տեսեք, ասում է ինչու չեք զոհվել ու ցույց է տալի որ Նիկոլան ասում է դու ինչու չես զոհվել ու դա արա սրանն է։ Հա, դա է քո բանը, պատկերացումը։ Ինձ կարաս ես հələ եթեր եմ անում։ Գնա մի հատ հատված կտրի բեր, տեղադրի ստեղ, կամ անձամբ ինձ ուղարկի։ Որտեղ Նիկոլան ասում է հայեր ջան, ինչու չեք զոհվել։ Լավ, այդ մուտիլովկիկով գնացեք ձեր համար ապրեք, մեր հետ ինչ գործ ունի։ Ռուսաստանը չի կատարում այն գործողությունները, որ դուք ենթադրում եք եւ ցանկանում եք պետք է կատարի։ Արսեն ջան, Նիկոլը հայերից բան չի ուզում։ Հայերն են Նիկոլից պահանջում եւ Նիկոլը կիրականացնի հայերի ցանկությունները։
որովհետև չի վստահում Հայաստանի իշխանությանը։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանը ասում է սիրելի ժողովուրդ, Ռուսաստանը չի կատարում այն գործողությունները, որ դուք ենթադրում եք եւ ցանկանում եք պետք է կատարի, որովհետև չի վստահում Հայաստանի իշխանությանը։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ունի արևմտյան կամ ամերիկյան շպիոնի սորոսականի իմիջ կերպար, որը իրենց համար ընդունելի չէ, եւ իրենք չեն թաքցնում, որ այդ տիպի իշխանության հետ իրենք չեն ուզում աշխատել, եւ միակ տարբերակը, որ մենք կարող ենք ստանալ լիակատար աջակցություն Ռուսաստանի կողմից, դա Հայաստանում այնպիսի տրանզիտ իշխանություն ձևավորելն է, իշխանության տրանզիտ ապահովելն է, փոխանցում ապահովելն է, որի պարագայում մենք մեր ռազմավարական դաշնակցի կողմից կունենանք 100%-անոց վստահություն։ Սա է ճշմարտ։ Լսի։ Ինչի՞ եմ էլի անդրադառնում Անդրեին, որովհետև ոնց հասկացա ԲՀԿ-ն արդարացնում էր իր թիմակիցին։ Դոդիգակոն ասում էր, արա մեր ընկերներն բան չի կարելի, բայց գործ են կարող։ Իմի նայեք։ Նախ Նիկոլ Փաշինյանը սորոսական չի, ես չգիտեմ ով է որտեղից վերցրել, բայց Սորոսը հրապարակային փաստաթղթեր ունի, մտեք այնտեղ գտեք Նիկոլ Փաշինյան կամ Հայկական ժողովուրդ, սորոսական չի։ Չնայած սորոսականությունը չեք դարձել հիմնավորեք ինչ է։ Եթե սորոսականությունը վատ բան է, ապա ես խնդրում եմ ինձ ասեք, դաշնակների երկիր մեդիան ինչի է Սորոսից բան արել, ֆինանսավորվել, եւ Ռուսաստանը տեղեկա դրանից թե չէ։ Սա մեկ Սորոսի հարցում։ Երկրորդը Սորոսի հարցում։ Դու սրիկա գնացել կանգնել էր այդ մուտիլովկեն իրականացնում էր Ռուսաստանի առաջի ալիքով ռուսաստանցի պոլիտոլոգների, այն պոլիտոլոգների դեմը, ովքեր Ադրբեջանան մետ են։ Դու չոքել կոշիկներն էր դրանց լեզվով, իրանց էֆիրով, ցենցեկա ու Հայաստանի դեմ դանոս էր տալիս, արա։ Երրորդը, գալով արդեն բանին, ընդհանուր թեմա։ Թե բա քանի որ Նիկոլին լավ չեն վերաբերվում ու համարում են sense դրա համար էլ չէ։ Լսի, այ հենց այդ է ձեր FSB-շնիկների մուտիլովկեն, որ ժողովրդի մեջ թույլ չտակ պետականության մասին պատկերացում մտնի։ Ուրեմն միշտ իմացեք, կամ իմացեք ժողովուրդ ջան, կապ չունի ով է ում սրտով եւ ով ում սրտով չի։ Եթե ձեզ թվում է, օրինակ, Ամերիկայում կամ Եվրոպայում չեն իմացել, թե Քոչարն ու Սերժը ում ճորտերն են ու թողել են ԵԽԽՎ-ում կան ելույթ ունենան, ապա չարաչար սխալվում եք։ Կապ չունի ով ում ինչն է։ Գոյություն ունեն միջպետական հարաբերություններ։ Պայմանավորվածությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխօգնության բանի մասով, թե հապկի մասով, թե հայ-ռուսական հարաբերությունը։ Ոչ թե երկու ղեկավարների, այսինքն այսինչի բանն է, պայմանավորվածությունն է, այլ երկու պետությունների պարտավորվածություններն է։ Ու անկախ նրանից երբ ով կլինի ղեկավար, թե չէ տենց լիներ, 5 տարի մեջ պիտի փաստաթղթերը սա update անեն։ Դե մի ղեկավար կփոխվեր, պիտի մի հատ update անեն, հետո այնուց ղեկավարը update անեն։ Կապ չունի ինչպիսին է ղեկավարը։ Կապ ունի ստանձնած պարտականությունները։ Եվ այդ ղեկավարը ներկայացնում է պետությունը։ Հիմա Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գոյություն են ունեցել պարտավորություններ, ԱՊԿ-ի շրջանակներում նույնպես։ Անկախ նա չի գրած եղել է, եթե չլինի Պուտինի լավ ախպերը կամ ճորտը կամ այսինչը մենք ուրեմն չենք Հայաստանի եւ դրա միջեւ տես բան է։ Այսինչ ու ձեր անասուններին, ոչխարներին, ել ոնց եք դիմում, քֆուրներով որ դիմում, այ դրանց կգնաք այս բաները կտակ, կտերը կտակ։ Կապ չունի ով է երկրի ղեկավար, այսինքն հիմա եթե Պուտինը չլինի, վաղը լինի Իվան Իվանովիչը։ Չէ, թազուցենք սկսում պայմանավորվածությունները։ Չէ, ու Իվան Իվանովիչն էլ ասի, ախպեր, ես էլ այսինչ ինչ եմ ուզում, այն ինչ։ Տենց, կոնտրակտով կեն հետա դառնում ապուշ։ Ու սրանք ձեն են հավաքել։ Իմիջիալոց ես երեք եթերի ժամանակ մի պա Հայկին Մարության ու Դոկին այդ թեմայով ասեցի կապելով Անդրանիկ հետ։ Ժորժ ջան, ու հետո մոռաց անդրադառնամ։ Ինչի՞ եմ կապել, Իզուր ջան, Երևանի հավաքան ընտրություններին on-line նստած իրեկով պայմանավորվում էին, թե Երևանը ոնց պիտի կիսեն, եթե կոալիցիա են կազմում, որովհետեւ եթե կոալիցիա կազմեն, բնականաբար իրանցից է լինում քաղաքապետը, ու իրանք են ձևավորում բանը։ Ու նստած պրյամո էֆիր մենք տեսնում ենք ոնց են մինչև այդ իրար քֆարտում, իրար տուն ընտանիք մտած, հետո ոնց են նստած կիսում քաղաքը։ Սա տեսել եք դա։ Ընդ որում երեք ես բացատրել եմ գրուշնիկը որն է, ինչ է նշանակում առհասարակ, բացի որպես բանը ծառայողական պարտը։ Նույն դոգին 2021 թվականից ասում եմ ունա գրուշնիկ է։ Ռուսական ծառայություն բաներին է ծառայում։ Ու վերջ։ Ու թե ումա քրվում, ում չի քրվում, գործով է, որովհետև զուգահեռ պիտի դեմոնիզացվի բանը, իշխող կառավարությունը վերջացա։ Արհեստականորեն։ Եկեք իմի Ես ապուշին շատ երկար չլսենք, ես մի շատ կարևոր նյութ կար տեղադրել էի բանում, համացանցում։ Եթե ուզում եք իմանալ ժողովուրդ ջան, այդ նյութը պիտի պարզապես վերջացներ ամեն ինչ, այդքանով պիտի վերջանար ամեն ինչ։ Բայց ի զարմանալիից ամենաքիչ դիտողականությունը ունեցավ։ Ուրեմն
FIP-ի բաննա, բացահայտումներ, իմիջիայլոց սրա հաջորդ օրը Յոհաննիսյանը Հյուրեր Պետրոսին բավականին հետաքրքիր բաներից են խոսում, խորհուրդ կտամ, եթե չեք լսել, YouTube-ում մտեք լսեք, գիտեք ինչ, Յոհաննիսյանի, Դանիել Յոհաննիսյանի հանդեպ իմ բանը վերաբերմունքն միանշանակ չի, ես էլ դες մասամ դրական, մասամ բացասական եմ վերաբերվում, մանավանդ որ FIP-ը ժամանակին իմ մասին ապուշ լուրեր էր տարածել, ու ես շատ կոպիտ եմ հակադարձել իրանց։ Բայց հանուն օբյեկտիվության պետք է ասեմ, որ դա ես ընկալում եմ այն մի փոքր տոկոսի մեջ, որը կարան սխալվեն ցանկացած ուժեր, հա։ Հիմա FIP-ը մի շատ կարևոր նյութ էր հրապարակել, փաստերով, փաստաթղթերով, որը ես տեղադրում եմ իմ կայքում, ու այսքանով պիտի բրցներ ընտրությունների մասին խոսակցությունը։ Առասակ որևիցե մեկը երբ որ կարդում, բայց չէ, շարունակում։ Հիմա տեսեք։ Փաստերի ստուգման հարթակը օրերս ստացել է փաստաթղթերի պատեր, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում Հայաստանում, Ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։ Այդ փաստաթղթերը արտահոսել են ամենայն հավանականությամբ հակերային արձակման արդյունքում եւ ներկայացնում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե ֆակտո ենթակայության գործող սոցիալական դիզայնի գործակալության Social Design Agency SDA փաստաթղթեր, նամակագրություններ, էկրանապատկերներ, զեկույցներ, պլաններ եւ նյութեր։ Փաստաթղթերում արկա են գործակալության կողմից Հայաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Մոլդովայում, Նորվեգիայում եւ այլ երկրներում արդեն իսկ իրականացված եւ նախատեսվող տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ եւ արդյունքների ամփոփումներ։ Գործիքակազմի շարքերում են Doppelganger կայքի ստեղծումը, կեղծ լուրերի տարածումը, հողի վրա ակցիաների սաբոտաժային ու այլ գործողությունների կազմակերպումը, ցանկացած կարծիք տարածող փորձագետների ու կարծիքի անջատարարների ներգրավումը եւ այլն։ Արտահոսած նյութերում արկա են այդ երկրներում հասարակությունների վրա ներազդման նյութեր եւ պլաններ, եվրոպական երկրներում հիմնականում գործողություններն արվել են Ուկրաինայի միգրանտների ու երբեմն Հայաստանի դեմ զայրույթ գեներացնելու ուղղությամբ, ծայրահեղ աջակցական ուժերի աջակցության ուղղությամբ եւ ռուսաստանյան մյուս նարատիվների ուղղությամբ։ Էական գործողություններ են արվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Մոլդովայի նախագահ Սանդոյի հեղինակաձեռնության ուղղությամբ։ Բազմաթիվ օպերացիաներ պլանավորվել, տեսեք, ինքը բավականին երկար նյութ է, փաստաթղթերով, փաստերով, խնդրեմ։ Սա այդ նյութն է, ծավալուն աշխատանք արված, հա։ Ուրեմն, արտահոսած մոտ 72, եթե չեմ սխալվում, փաստաթղթի մասին է խոսքը, որտեղ որ հստակ երևում է, որ մարդը զեկուցում է իր ղեկավարին, նոտար երկրա բաների մասին են խոսում, որ իրենց fake տեղեկատվության արդյունավետությունը բարձր է, որովհետև այսքան դիտում է եղել, այսքան տարածում եւ այլն, իսկ այդ fake տեղեկատվությունը ինչի մասին է եղել։ Ասեմ, հեսա թուրքերը կգան, հեսա Նիկոլա Հանձնեց, հեսա են, հեսա։ Այս ամեն ինչն է եղել։ Ու շատ քաղաքացիներ այս սաղ կերել են, իրաց լեզվամտածողությունը փոխվել է, իրանք երբեմն հարց տալուց գիտեն թե իրենք են հարց տալիս։ Ախպեր, հեսա արտահոսած փաստաթղթերը, որ իրականում ձեզ են խաբել։ Ձեզ են խաբել։ Իսկ խաբելուց, երբ որ մեկը փորձում է դիմացինին խաբի, ի՞նչն է օգտագործում։ Օգտագործում է նրա բանը, հավատամքը այս կամ այն թեմայի շրջանակներում, մոտեցումները, պատկերացումները, փորձում է սրտով խոսա, որ կարողանա խաբի։ Հիմա մեր սրտով միակ բանը, որ կարան խոսան, ի՞նչն է։ Ի՞նչն է, որ կարան մեր սրտով խոսան, որ մենք ասենք, հա, լսենք, թուրք բառը, որ միանգամից կպնում է մեր սրտին։ Վերջ, էսի Թուրքիայի, Յանի թուրքերի հետ խնդիր ունեն, էլի։ Ով խնդիր, Ակոչյանը թուրքերի հետ խնդիր ունեցել կամ ունի։ Հա? Սերժն ունեցել կամ ունի։ Արա Սամոնը ունեցել կամ ունի թուրքերի հետ խնդիր։ Կամ են Ալիկա Ալեքսանյան, այն բանը, Օսլայած հոգին։ Հենց ֆեյք տեղեկատվություն է տարածում, ասում է դիրքեր են հանձնել, այս Ալիկա Ալեքսանյան։ Այսա սույն անձնավորությունը։ Էլի բան ժողովուրդ ձեզնից թափուն դիրք են հանձնել, լսեք այս կամավորի խոսքը, մեկին էլ խմած բռնել խոսանում են, ելել ախ բգու, ասած բան։ Քրեական գործ է հիմա հարուցվել, ու շատ տեղին է եղել։ Ալիկ Ալեքսանյան։ Արա, իհարկե հետո բան էլ Պապիկյանն էլ խոսեց, ես բան եմ ասում։ Այ ապուշներ, արա, դուք գիտեք ոնց է ժողովուրդ ջան։ Ես լուրջ եմ ասում չեմ կարա առանց բանի դրա համար ավելի լավ է ուրիշ կառուցեմ եկես։ Նայեք ժողովուրդ ջան։ Սրանք եթե օրինակ մի անգամ մի գիշեր դիրքում անցկացրած լինեն ժամանակին։ Սրանք իրանց ծառայությունը տալիս, իրանք կհասկանային, իրանց այս անասուն, այս անպատասխանատու մեղմ ասած հայտարարությունը ինչպես է ազդում առաջնագծում, պոստում, կանգնած տղերքի տրամադրությունների վրա։ Եվ սա դիտավորյալ թիկունքից հարված է մեր զինվորներին, նրանց ընտանիքի անդամներին, ովքեր անհանգստանալու են հեսա եւ այլն եւ այլն։ Իրանց բայց դա իրանց տանձին չի, իրանց խնդիրը դրած, որ պիտի դեմոնիզացնեն իշխանություններին, հա, այս բանակի մասն է խոսալով, այդպես բաներ խոսալով, որտեղ իրանք գիտեն դրանք զգայուն թեմաներ են։ Դե կգնաս ապուշ, անդաստիրակ լկտի, դե կգնաս ու պատասխան կտաս, հուսամ հղի չես, կերակրող մայրել չես, կետաս ու պատասխան կտաս։ Դուք որ մի ժամ չեք անցկացրել պոստերում, դու կլինես, տերդ կլինի, նարեկը, իր աղբերները կլինեն,
որ մի ժամ պոստում չեք անցկացրել։ 6 տարի անց գնացել եք Ղափան Ադրբեջանի դրոշը հայտաբերել, ախույ եք եկել խառնվել եք իրար։ Այսօր եկել այդ արտահայտությունները որակնում եք, սրի կանեք, հազիվ եմ ինձ զսպում չմտեմ ավելի կեղտոտ բաներ խոսալու դաշ։ Դուք հասկանում եք ո՞նց է անդրադառնում հենց հիմա որ որները կացել եք դիվանին, նարի վրա նստած տաղերքի վրա։ Տրամադրությունը դուք հասկանում եք, եթե հենց հիմա դրուկ ինչ իրավիճակ ստեղծվի ու թուրքը կրակի, այդ քո ասածը իր ենթագիտակցության մեջ կարող է լինի հետևյալը։ Արա, այս տալիս են էլի։ Ու դա ազդի մարտունակության վրա։ Դուք հասնում իր տրամադրությունների վրա, որ ինքը առհասարակ զորավարժության ա դնում, այ ապուշներ արա։ Դուք հասկանում եք նման արտահայտությունների, սա դավաճանություն անգամ ինգա։ Սա լեկտիության գագաթնակետն է։ Զզվելիներ արա։ Հետո սամոնը դեից ես չեմ հայտ, այ հետ սենց եք հանձնել արա։ Հետ սենց որ պատերազմի դաշտում գալի, այս նույն բաներից եք խոսում։ Պատերազմի ժամանակ ժողովուրդը, այս սենց օսլայած սրիկաները խուճապ էին գցում մեր զինվորների թիկունքում, որ հողերը տված է, հանձնած է։ Դուք հասկանում եք դա ոնց է ազդում զինվորի վրա, որը ուզում է բոյետ արա։ Դուք հասկանում եք, ինչ խուճապ է դա ստեղծում, ոնց ախպեր արա, ոնց իսկ կարող է սենց հասկանում ու գնաց։ Այ սենց սրիկաներն են եղել, որ այդ էֆեկտը ստացել են։ Հիմա եկել Երևանում նստեք քաղաքականայդ են ներկայացել, նույն ապուշությունն են ասում։ Որովհետև ջանների վրա չես գացել, չգիտեն, կամ էլ կոնկրետ ուղղորդված են։ Ու իրան բաց էլ գոռում են թուրք թրկացում, որ իրանց թուրքական շահերը սպասարկելը չերևա։ Այս են սրանք։ Կյանքների մեջ, արա անգամ գիտեք ոնց, արա պրոստը պոստի կողքով էլ անցած չկան։ Այս ինչ էր ասում լկանյակ։ Օրեմ երկրորդ համարը շատ կարքի։ Հեսա պաշտպանում այն ստուկաչի։ Գործունեությունը Երևանում է Լեշկացինում ապացուցելը ես ես կարող եմ մասսական ասել։ Եթե ապացուցեն, ես անմիջապես իմ գործընկերոջը ես գնդակար եմ։ Բայց եթե չէ, սուտ ասողները պետք է պատիվ պահանջեն, որոնք մարդու անունը հենց այնպես հայտարարության, անել շպիոնաժի մեջ միտինգներին հայտարարում են, դες բան դուք կանգում եք։ Դες բան գոյություն ունի, իրեն դա չի բրգելու։ Նա մեր գործընկերն է, իմ ընկերն է, ամբողջ թիմով կանգնած են իրեն կողքին, ասում են կարան ապացուցեն, ես գնդակար եմ։ Բայց եթե չէ, մենք պատիվ ենք պահանջում, որ չի կարելի այցեվի ասենք թե մեր գործընկերոջը այրն ասել տղուն, նվիրալին, որ ասենք թե ուզենան ժամանակավոր բայութ ակերել։ Պարոն Ծառուկյան, մատ կասեք Անդրանիկ Թևանյանի հայրենասիրության դրսևորումը որտեղ ես նկատել։ Որտեղ կամ քո հայրենասիրության դրսևորումը որտեղ ես պիտի նկատեի։ Այնտեղ կանգնել ասում էր բանա, այդ որպես դու վերցել եք ընդ ինչա, մի հատ զալա 4 հատ սպալնի։ Եկա դղյակին։ Ձեր ո՞ր խոսքին, դու ով ես։ Դու ով ես։ Ջանը տարել ես մի հատ այդ։ Վաճը Ղարաբաղում կես ժամ եղար դու 44 օրին։ Դու անձամբ դու, ես չեմ ասում, տես չեմ ասում ինչու չես զոհվել, որովհետև դա վերաբերվում է Ղարաբաղի վերնախավի թուլեկին կամ հենց իրանց։ Հասկանում ես։ Ես ասում կես ժամով մեկ մտել ես։ Դու 1040 կհելը չել ես, դարի դարձիկի սալյուտներ էիր խփում 20 թվականին։ Որտե կոտտղեն նա։ Ինչ անշանակում տես բան տեսել եք, ու երբ պիտի տենայինք, Քոչարյանի վաղ պիտի տենայինք, թե Սերժի վաղ պիտի տենայինք, ոնց են FSB-ի բանին, լրտեսին հավքում։ Իրակել են FSB-ի լրտես, իրաց վաղ պիտի FSB-ի լրտես, բայց FSB-ի լրտեսներին հետո, որ ասում ենք, ըստ չարտարային լրտես ա եղել, չափչափ դու ես լրտես, դու յանի լրտես չես։ Լուկաշենկոն իրա վերանով արա գիտեք վատը որն է, որ սրանցից այս հանրությունը վախեցել է միշտ, որովհետև ուխյա վախեցել, միլիարդ հատերերն ապե կիլլեր կվարձեն կգան մեզի կխփեն։ Ու սրանք գիտեն թե իրականում թույն տղերք են, էլի որ փող ունեն թույն տղեր։ Ես քեզ բան եմ ասում արա։ Քո ընկեր Լուկաշենկոն ում գով կանելով ֆրֆռում ես արա։ Էլ լա ասել է, որ ինքը նպաստել է, որպեսի վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն Ղարաբաղը ամեն գնով հետ վերցվի։ Կռվով ամեն ինչով սատարել է, գնացել է այնտեղ այդ իրաց շեխիների այգում ֆռացել է։ Ու դու այս ամեն ինչի պատասխան ասես դե Հայաստանը սադրեց։ Արա, պատերազմը Հայաստանը սա։ Էսի ապացուցելու համար Ադրբեջանը գիտես ինչքան փող է ծախսել միջազգային հանրության մեջ։ Դու Ալիևի ձակն ես, ես չեմ ճոգում արա։ Դուք սաղդ, վաբշե այդ ձև ասողները, դուք ով եք արա։ Դուք արնել ես այս բազար, Լուկաշենկոն իրան բերանով ասել է, ու չի ասել է 20 թվին սատարինք, սատարել է 20 թվին այդ ընթացքում չի լինում, էդի պրոցեսի ընթացքում է լինում, պրոցեսի, երբ վանից որ Ադրբեջանը զգացել է, որ ռազմական ճանապարհով կար այդ հարցը լուծի, իսկ դա զգացել է դեռևս 2004-5 թվականներից, նրանք սատարել են Ադրբեջանին։ Դու քո փողի համար, քո փողերի համար արա։
Քո տղերն երևի զալոգա Բելարուսիայում, որովհետեւ մի ձև մի բանանես հետ ղրգել։ Դու քո փողերի համար հելել ես այսօր, քո պետությունը կծում ես, պահում ես Լուկաշենկոին։ Ու եկել ես այստեղ ես հայր, մեկը դու կասես հայրենասեր ասելով ինչ նկատի ունես։ Որն է քո պատկերացած հայրենասիրության դրսևոր մնա, ասա տենա, դե սիրուն բառը օգտագործում եք արա։ Հիմա Հարություն Հակոբյան, ասում ես Արադ Միրզոյանն փոշեկուլ չես կարում գնել, հիմա դղյակի կառուցում։ Ճիշտ է, կրկնեցի քո գրառումը։ Հիմա ասեմ քեզ, Հարություն Հակոբյան։ Իմ գրասենյակի հասցենա Սեբաստիան 37։ Մոտենում պահակին ասում ես սենյակը ցույց է տալիս։ Իմ հեռախոսահամը համար իմ Facebook-յան էջում դրած է։ 3 շաբթից շաբաթ, 3 շաբթից ուրբաթ, հիմա ես շաբաթ, 3 շաբթից ուրբաթ, երկուսից հետո ստեղ եմ լինում։ Դու գալիս ես, դու հայրենիքիդ համար մեռնում ես, չես թողնի, չէ՞ որ այս մեկը բան կան։ Գալիս ես իմ գրասենյակ, ես քեզ սուրճ ունենք, ամեն ինչ ունենք, սիրով ընդունում եմ, անկախ նրանից դու ինչ պատկերացումներ ունես։ Դու իմ համար հայտ տղա ես։ Իրար հետ գրում ենք, ցույց ես տալիս Արարատ Միրզոյանի դղյակը ու հիմնավորում ես դրա այդ դղյակի ապօրինի լինել։ Եթե դու դա անում ես, ես այսքան հենց մի 799 մարդ հետևում է ուղիղ հետերը։ Հələ մի 15000 հոգի կնայի։ Ես խոսք եմ տալիս այդ պահից սկսած, ես ամեն եթերի ժամանակ Արարատ Միրզոյանին ասեմ կոռուպցիոներ դավաճան ու ինչ ասես։ Գնում ենք հիմնավորում ես այն կառուցվող տան ապօրինությունը։ Ես քեզ սպասում եմ ապեր։ Ու ես տաղավարի խոսք եմ, դες պուբլիշնի խոսք եմ տալիս, տաղավարի։ Կարող է այդպես է, ես չգիտեմ, ես չեմ ասում տենշի, ես մի բան գիտեմ, որ են տունը, որը որ կառուցում է, դա էջ դղյակի, դա տուն է, որը կառուցում են հազարավոր մարդիկ, ում աշխատավարձը կարա 300,000-ից գոնե ավել լինի, իսկ ինքը մի ամբողջ նախարարը, այն էլ արտգործ նախարարը մի քիչ ուրիշ ձև է։ Կարող կառուցել, անգամ եթե չեմ սխալվում, ընդ մի քիչ այլ ձևերով է, որոշ բաներով է կառուցվում, էլի են որ եթե չեմ սխալվում։ Բայց այդ պարտքի, նու բանով, բանկային բան, բայց եթե չեմ հաստատում, կարող է սխալ գիտեմ։ Գնում ենք դու ցույց ես տալիս։ Կգաս ապեր։ Բա քոչի ապօրինությունը ապացուցել եք, Հարութ ջան, ցավդ տանեմ, մենք բարդ ենք հասկանում։ Ես չգիտեմ ում ենք ապացուցել, արի սենց անենք, հա։ Ես քեզ բան, քոչից շատ ապօրինություններ ենք, այո, բացահայտել։ Եվ կարամ հեսա հիմնավորում, եթե ժողովուրդը գրի ասա գնել, ես կսկսեմ ասել։ Բայց նախ խոսում ենք քո ասածից։ Դու ստեղ ասացիր, որ մեր արտաքին գործերի նախարարը, ով Հայաստանի Հանրապետությունը հասցրել է այն մակարդակին դիվանագիտական բլոկով, որ 40 երկրից մի թափից յուր ենք դիմավորում աշխարհից, բան անում, դղյակա կառուցում ու դու ունես կասկած, որ դա ապօրինի է։ Ճիշտ է, ես ճիշտ եմ, չի հասկացել ախպեր ջան։ Խնդրեմ, գալիս ես Սեբաստիան 37 հասցե։ 3 շաբթից ուրբաթ, մինչև հունիսի 10-ը, հունիսի 10-ից հետո 3 շաբթից շաբաթ։ Գալիս ես ախպեր ջան։ Գնում ենք ես քեզ պուբլիշնի ես կամ բանը ասեցի։ Խոստացա, բոլորի դեմը։ Ու բոլորը կտեսնեն, որ ես եմ խոսքի տերն։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, Ժողովուրդ ջան, մեր ախպեր հարցին պատասխանում թե չէ։ Հա, բայց դոտներ, որ նիվաները բայարկե։ Всё, Հարութ ջան։ Ես սիրով սպասում եմ քեզ ախպեր։ Անկախ ես տես ինձ հետ հանկարծ ինձ չասես դու ում ես ընտրելու, ում ես սատարում։ Ինձ իսկապես հետաքրքիր չի, բայց դու հայ տղա ես ախպեր ջան։ Ում ուզում ես, ոնց ուզում ես։ Ամեն մարդ ունի իր կարծիքը։ Կոֆեն ունեմ, կգաս։ Լասին, մի հատ։ Ես դառնամ խոհում կոֆեն։ Ես իմ ձեռով կդնեմ կոֆեն, կխմենք ու դուրս կգանք ախպեր։ Ինչ վերաբերում է Քոչարյանին հիմա, որ ասում ես ապացուցել եք, բայց ես քեզ ապացուցել չգիտեմ, բայց հիմնավոր եմ, լավ։ Դու տեսել ես դատախազությունը որքան է պահանջում Քոչարյանից։ Իհարկե դաշնական դատական վճիռ չկա, այստեղ դու ճիշտ ես։ Բայց ապացուցված է, որ դա իրանն է։ Հասկանում ես։ Ուրեմն, այն 200 միլիոնը որ պահանջում է դոլարով, դա հենց կակրած ապացուցվածն է։ Չապացուցվածները, որը որ սաղս կարող է գիտենք, որ էսի Քոչարյանինն է, բայց իրավական առումով չի հիմնավորվում հələ որ։ Դրանք չենք հաշվում, եթե մեծ մի քանի պատիկ ավել է։ Այն ինչը որ ապուշ-ապուշնից արևոր հիմնավորվում է, դրանք ապացուցվածներն են։ Ինչի համար որ դիմել են դատարան, ոչ թե ապացուցելու որ իրանն է, այլ հետ վերադարձնելու ինձ ու քեզ ապել մեր պետությանը։ Հասկանում ես։ Սա մեկ։ Երկրորդ, կոնկրետ դատավճիռ կար Քոչարյանի վրա, որ ինքը հանցագործ է, բայց վաղեմության ժամկետը կիրառվեց ու ինքը չդատվեց։ Բայց վաղեմության ժամկետը չի ասում, всё արդարացված է։ Չէ, վաղեմության ժամկետն ասում դու մեղավոր ես, բայց քանի որ վաղեմության ժամկետը անցել է, դու չես նստում։ Բայց օրինակ մարդիկ ովքեր մտածում են իրենց հեղինակության մասին,
Տեն ժամանակ ասում են մի րոպե, ես չեմ ընդունում այդ վաղեմության ժամկետի կիրառումը։ Ես գնում եմ միջև վերջ, ես պիտի ապացուցեմ իմ մաքուր լինելը, ոնց թե վաղեմության ժամկետով ես չեմ ազատվելու։ Ես մեղավոր չեմ։ Հասկանու՞մ, բայց ինքը չգնաց, ինքը օգտվեց վաղեմության ժամկետի իրավունքից։ Այս ինքը երկրորդ հիմնավորումը։ Երրորդ հիմնավորումը։ Մարտի 1-ի գործով կա մի այդ վճիռ, միջազգային դատարանի վճիռ, որ պետությունը վտանգել է քաղաքացիների կյանքը։ Մարդկանց կյանք ախել է, մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը եւ նրա կառավարությունը, իշխանությունները այդ է նշանակում։ Հիմա դու ասում ես ունեք հիմնավորում, իսկ մնացած հանցագործությունների մասին լավ կլինի չխոսամ, սա ես խոսում եմ իրավական առումով հիմնավորվածները, հա։ Ճիշտ հասկացանք իրար, Հարութ ջան։ Դատական ակտ չէ, դատական վճիռ պիտի լինի ու որպեսզի այդ գույքը վերադարձվի պետությանը։ Ոչ թե ապացույցի, բան ատվել, ոչ թե դատարանը ասել է ապացուցեք, դատարանը ասել է Քոչարյան, ինչ կստեղ։ Ու հիմա պիտի վճիռ կայացնի։ Բայց կարող է եւ չկայացնի, հասկանում ես։ Եթե 3-7-17 ընտրեք, բանին FSB-ի բաներին, ստուկաչներին ընտրեք։ Չէ, գիտեք ոնց, Ժանա ջան, եկեք տես չխոսանք, յուղ վառել բան։ Իսկապես կան քաղաքացիներ, որ առավոտից իրիկուն այնքան են խառել ուրեր նայում, որ իրանք չգիտեն, խեն տենց մտածում։ Իրանք գիտեն, թե իրենք այդպես են մտածում, բայց չգիտեն, որ դա արհեստական ալսրած իրենց մեջ։ Օրինակ խնդրեմ, Գարիկ Կաթվալյան եկավ 16-ին գրել է ոչ, 17-ին գրել է այո։ Ըստ էության տվյալ անձնավորությունը կողմա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունը զիջի, ասեմ ինչու։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանի պատասխան Կիրակոսյանի հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Հայաստանի Հանրապետության անկախությանը, այսինքն Հայաստանի անկախությունը իր համար արժեք է, ինչպիսի արժեք է, բանը Քոչարյան Ռոբերտը ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանի։ Չի կարող ասի անկախություն պետք է մեզ, թե չէ։ Իմիջիայլոց այդ նույն ձևով Գարիկը Կաթվալյան հենց իմի ասում է, որ այդ ինքը համաձայն է, որ մեր պետությունը իշխանությունը երկրորդական թեմա է տվել։ Հենց իմի Գարիկը Կաթվալյան ասում է նաև հետևյալը, որ կարելի է, որ բանի ժամանակ, ասենք, երբ որ իրանք միտինգներ են անում, կարելի է բանակին բերել, գցել մեջներից մի 10 հոգի գնդակահար են, դրանցից մեկը կարելի է հենց Գարիկը։ Ու իր ընտանիքի անդամները իհարկե չեն նեղիկ, ասում են, թե կարելի է, դա հանցագործություն չի, նորմալ է դա։ Չէ Գարիկ ջան, ճիշտ է, չեն կարել։ Գարիկը ասելով ընտրեք 17-ին, ասում ախպեր ջան, եկեք ընտրենք FSB-ին, վերջացավ։ Եկեք ընտրենք այն խայտառակությունները, որ մենք կրել ենք, եկեք այն մնացած գույքներ, որ նոր ստեղծում ենք նորից, հազիվ, այդ էլի տանք ռուսներին։ Ոչինչ որ ռուսները եղածը վարի տվին, բայց Գարիկն ասում է մենք դա վարի տալու կողմնակից ենք, թող ժանուց մենք տանք էլի վարի տալ։ Գարիկը ասում է, հենց իմի Կաթվալյան, որ մեր բոլորիս երեխաները չպիտի ծնվեն Հայաստանում, կարող են ծնվել Հայաստանից դուրս, եւ մեծանալ Հայաստանից դուրս, ոչ։ Գարիկն ասում է առհասարակ, որ նորմալ է, որ 1 միլիոն հայ արտագաղթել է Հայաստանից։ Եկեք 17-ին ընտրենք, որպեսզի 1 միլիոն էլ արտագաղթեն։ Ինչ է պատու, ինչ է նշանակում սկսել են հետ գալ հայերը։ Չէ՞ Գարիկ ջան, ճիշտ եմ, չի հասկացել ապեր։ Այդ սա Գարիկը բառացի ասեց։ Ժողովուրդ, անկեղծ ասած, ունեք ինչքան թեմա եմ առանձնացրել խոսալու համար։ Հարաբերս sense կարանք որ։ Աշկիս այս օրերին պետք է օրը 2-3 հատ եթեր անել, sense չի լինի։ Ամենաուժեղը, մի հատ եկեք ես նյութներն։ Ազատությունը վերջին օրերին մի շարք դեպքեր է արձանագրել, երբ աշխատանքային ժամին ընթացող իշխող ուժի քարոզարշավին ներկայ են պետական ու համայնքային ծառայողներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, տնօրեններ։ Նրանք հաճախ չեն էլ թաքցնում, որ տնօրեն են ուսուցիչ կամ համայնքային ծառայող։ Մի ամուր եկել եք աջակցելու։ Հա, աջակցում եք։ Որ կոլեկտիվից եք։ Քաղաքային գրադարան։ Բոլոր այս կոլեկտիվի անդամներ են։ Դեք ինչ եք շրջվում, ինչ եք շփվում։ Որ կոլեկտիվից եք։ Ինչ կարևոր է։ Արտակ Աղեկյանի համար տիպ 2 դպրոց։ Ամբողջ կոլեկտիվով եկել եք։ Այո։ Դասատու, հավաքարարու, պահակու։ Բոլորը աջակցում են։ Մա ուրախացած ասում եմ, որ բոլորով եկել եք, որովհետև աջակցում եք։ Պետքի քաղաքապետը գրեթե ամբողջ թիմով էր եկել քարոզարշավին։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանկյանը հրաժարվում էր պատասխանել մեր հարցերին։ Աշխատանքի չէ հիմա։ Տեղականին էլ զայրացել էր հարցը, թե արդյոք աշխատանքի չէ։ Աշխատանքի չէ բա։ Այն չես ուզում արա, եկա կնիքի։ Այս մեկը, հանուն արդարության պիտի ասեմ։ Այս հանուն արդարության պիտի ասեմ, որ հասկացա փոխքաղաքապետն է։ Ուրեմն անազգանունը չգիտեմ, հարգելիս։ Ես հասկանում եմ, որ այո, վարչապետը եկել է որպես փոխքաղաքապետ,
ցանկ տալի աշնեք դիմավորեք ու դա ձեր գործունեության մեջ է մտնում։ Բայց խնդրում ենք անկախ ամեն ինչից զսպեք ձեզ ու այլ անկախ նրանից ընդդիմադիրը թե ինչա անկախ այդ ամեն ինչից կամերային լրագրողին թույլ չտակ էլ հարվածել։ Բարկացած խոսեք, ես դա բան, բայց այս մոմենտները էլ չանեք, դա վատ բան է։ Հիմի իրանց արևին, կարճ եմ դնում, համարը 5 րոպե առաջ նյութա։ Իրանց արևին ինչ էին արել։ Իրանց արևին յանի տեսեք վարչական ռեսուրս է կիրառվում, մարդկանց բերել են հանրահավաք։ Այդ մարդիկ այո, պետական աշխատողներ են, դպրոցներում չգիտեմ, այնտեղ ասացին գրադարան, ու իրենք ասում են, որ իրենք եկել են, որովհետև իմացել են վարչապետն է գալիս։ Ուզում են գան, ու եկել են։ Իրանց ոչ ոք չի բերել։ Այ եթե իրանց բռնի բերած լինեին կամ 100-200 հազարով ոնց որ տաշիր Սիամոյեն են անում Քոչարյան են գնալ Լուսիան եկավ։ Հեսա Լուսիայի հետ էլ մեր երկու բարկ խոսանք հասկանալու համար ժողովուրդ Արտուր Գևորգյանը ջնջեց իրան։ Հասկանում եք։ Այսինքն այդ տպավորությունը փորձը չստեղծել չի կարելի։ Որովհետև մարդիկ եկել են իրաց բան, որովհետև ոչ մեկ չի, եթե կլինի մեկը, ով հաղորդում կտա, որ իրեն պարտադրաբար բերել են վարչապետին դիմավորելու, ապա ես կոչ եմ անում կառույցներին իրավապահ, որպեսզի արագ ձեռնարկեն միջոցներ, որովհետև դա չի կարելի։ Բայց երբ որ մարդը անկախ իր աշխատանքից ուզում վարչապետին տենամ, ելել եմ որ վարչապետին տենամ, գալիս է մեր քաղաք, այնպես չէ որ ամեն օր Սիսիանում վարչապետ է գրում գալիս։ Ինչ է, սատարում է հերելա, ինչ կա դրա մեջ։ Ձեզ որ սատարի կա ասելու եք գնա, չէ։ Բայց ձեզ սատարելու պարագայում երբ որ լրագրողը մոտենում է, իրանք մեկ էլ սկսում են պատմել, որ իրանք այդ կարել չեն ջոգել, թե խեն եկել։ Գարիկ Կաթվալյանը շարունակում է այսօր։ Ինքը շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության անկախությանը դեմ, կոնֆլիկտի հարատևությանը կողմ։ Չէ, Գարիկ ջան։ Բայց ես խնդրում եմ մոդերատորին մի արեք, մի ջնջեք։ Այդ մարդը ազատ արտահայտվի, 17 է ուզում, 17։ Ութ տարվա մեջ ես իրեն կոնկրետ առաջարկություն եմ անում։ Կոնկրետ մեկ օգուտ $100 գրպանից անի ցույց տա, որ գոնե Արտուր Գևորգյան, ես ընդգրկում եմ ընդհանուր կոչ եմ արել, երբ որ տեսնում եմ, ասում եմ, երբ որ չեմ տեսնում, կարծում եմ այստեղ բոլորի գրածները տեսնում եմ, բայց հատուկ էլի կոչ եմ անում, ժողովուրդ ջան, քֆուր ստեղ մի գրեք։ Ես 1000 անգամ եմ ասել, քֆուր չտեսնեմ գրեք, մի գրեք։ $100 Եթե մեկը քֆուր գրել է, ինձ ասեք մեկը քֆուր է գրել, ես բանավոր ծախսում պատասխանեմ, ես քֆուր մի գրեք։ Կոնկրետ առաջարկություն եմ անում։ Կոնկրետ մեկ օգուտ $100 գրպանից անի ցույց տա, որ գոնե ինք անձամբ $100 աստացել։ Այս մարդիկ բացարձակ չեն հասկանում, որ գլխավորը գումար աշխատելն է, ոչ թե գումար ծախսելը։ Դրանով էլ գեղեցկացնում է մեր ընտրական պայքարը։ Ապօրինությունը արտարության հետ, աղքատությունը հարստության դեմ։ Մեր ժողովուրդը պետք է ընտրի։ 8 տարվա մեջ ես իրեն կոնկրետ Մարդիկ չեն հասկացել, որ գումար չպիտի ծախսեն։ Բյուջեն, բոլորիս բյուջեն, նրա համար չի, որ ծախսեն։ Հասկանում եք։ Չգիտեմ։ Մենք իշխանություն ենք ընտրել, որպեսզի դուք գումար ծախսեք, ես չեմ հասկանում։ Անդր մեկը գրել էր 3-7-17, այդ 3-ին ով կա ստեղ 3-ի բալեշիկներից, մեկը կասեք ինչ է ասում։ Այ որ ասում եմ մի բլոկեք, սրա համար եմ ասում։ 3 ընտրողներից, 3 ընտրողներ, մեկը կասեք ինչ է ասում։ Մինչև դուք մտածեք ինչ ասեք, եկեք Հարութը ոնց որ մի հատ էլ եմ սրտով հարց գրել։ Հարութին այսօր բրավո։ Այ այնց հարցեր է գրում մարդը, որ դրանց բացատրությունը երևի ընդհանուր առմամբ դեռելի պետք է, ոչ թե հենց մի դիտորներին, այլ որ տարածվի այդ միտքը հասկանալի լինի։ Տեսեք մարդը գրել է։ Բա 8 միլիարդ պարտք ենք արել մի 20 տոննա խոզի միշտ չէինք կարում գնել, որ ձրի հյուրասիրենք։ Հասկանում եք։ Տես, չէ, ցավ տանը, Հարութ ջան։ Հիմի արի մի քիչ խոսքից կա։ Նախ շատ են խոսում, որ մեր արտաքին պարտքը մեծացրել է, տեսեք ինչ վատ է մեր վիճակը։ Չէ, տես խոսույթ կա։ Ասեմ, որ այս պարագայում, երբ որ արտաքին, երբ որ դու պարտք ես վերցնում ու ծախսում ես նպատակային, դա դրական ազդեցություն ունենում ապագայի վրա, ոչ թե բացասական։ Օրինակ, վերցնենք մի մարդ, ով միլիոնատեր է, լավ վարկային պատմությունով ու նոր բան է մտածել բիզնես, որտեղ եւս 1 միլիարդ պետք է, որ այդ բիզնեսը սկսի։ Վերցնում է 1 միլիարդ, տալիս են իրան, որովհետեւ պատմությունը նայում են, ասում դե կա։ Վերցնում է իր բիզնեսը սկսում է,
Զուգահեռ զգում է, որ աճում է, հենց 1 միլիարդը չի պայքարել, բայց զգում է, որ ստացվում է, եւս 1 միլիարդ է վերցնում, օրենուղությունը զարգացնի, այն ուսուցությունը եւս սրանց ուղղում է սա։ Բայց բանկը մշտապես նայում է, որովհետեւ մեծ գումար է տալիս, նայում է, արժի տալ թե չէ, ու եթե տալիս է, ուրեմն դրական է գնահատում տեղաշորժ։ Ուսան, ինչ որ մի բայ գործերը եթում է, ու ծախսերը, վարկերը մեծացել է, բայց ունեցվածքը եւս կա, մեծ կնիկը վճարունա կա։ Հիմա ինձ ասեք, այս մարդը այդ պարագայում ավելի վատ է ապրում, թե ավելի լավ։ Բնականաբար ինքը համարվում է ժամանակ ավելի հարուստ, չնայած որ պարտքերը ավելի մեծ են, որովհետև ամեն դեպքում ինքը ծրագրեր է ներկայացրել, ինչի շրջանակում վերցել է վարկեր, հաջորդ վարկերի դեպքում նայել են սա ծրագրերը ոնց իրականացնում, էլի տվել են պարտքով, այսինքն վստահելի հաճախորդ է։ Այսինքն այս պարագայում պարտքի մեծ, օրինակ Միացյալ Նահանգները մի քանի 100 տրիլիոն դոլարի պարտք ունի, հասկանու եք, տրիլիոնը լուրջ թիվ է, կապ չունի որ Ամերիկայի մասին է խոսքը, դա լուրջ թիվ է, կամ Ռուսաստանը տրիլիոնների պարտք ունի, բայց դա նրա մասին չի, որ այնտեղ վատ, Ամերիկայում վատ են ապրելու, կամ վատ են ապրում, այս պարտքերը, բայ հիմի ոնց են, դա գիտեք, դա process-ն է այդպեսին, այսինքն որ արտաքին պարտք անընդհատ բերում ու փորձում եք աշխատել, բացենք, ճիշտ է կռակ, ես շատ ուրախ եմ, որ արտաքին մեր պարտքը, որոնք որ տարբեր ծրագրերի համար վերցվել են, ավելի ու ավելի մեծանա, նշանակում որ մենք ավելի ու ավելի մեծ պրոյեկտներ ենք ներկայացնում ու ավելի հուսալի պարտներ ենք միջազգային բանկի համար, տարբեր կառույցների համար։ Բայց այդ մի բան է, եւ ուրիշ բան էր, երբ որ մենք ունեինք արտաքին պարտ 4-5-6 միլիարդով, բայց արդյունք չէինք ստեղծել։ Եվ այլևս չէին տալիս պարտքը։ Կամ դժվար է, դե 5 միլիոն դոլար 500 միլիոն տվեցին Հյուսիսարավի համար, կուտը տվեցին, այն էլ փողերը հետ էլ մսխեցիկ ու վсё։ Եվրասիական բանկ։ Չեն տալիս, որովհետեւ էլ արդեն այս իշխանությունը նորից սկսել է տալ, որովհետեւ տեսնում են զարգացող երկիր կա։ Հիմա այդ խոզի միսը, կներես, ցավը տան։ Իսկ ով է, այդ ինչ հաշվարկ է, արել որ կարծում ես, նա դեռ կարծամ որ ուրիշ թիվ հանկարծ չասեն։ Ուներ հարուտի գրած է։ Այդ ինչ հաշվարկ է արել, լավ, որ կարծում ես 20 տոննա խոզի միս էր պետք։ Ինչ հաշվարկ է արել։ Իսկ եթե 100 տոննա էր պետք։ Իսկ եթե 500 տոննա էր պետք։ Գիտես, երբ որ մարդիկ գնում են ռեստորան, խորովածը եթե պիտի լինի, ասենք ընդհանուր բանի մեջ, առիթի մեջ, անձն 250 գրամով են միջինը հաշվում, 250-ից 300 գրամ։ Ասենք եթե հաշվենք 300 գրամով որ լոֆտիվ ավելի է, 3 միլիոն մարդ ենք, դա ինչա պետք է լինում այնտեղ։ 900 1 միլիոն կիլո։ Հա։ Չէ։ 100,000 կիլո ոնց է։ Ասենք ու տենդեր հայտարարենք, չէ, խոզի միսը վերեին, դրանց որ անվճար, ասենք ում չենք հաշվում մեջը։ Հասկանում եք, այտենց հարցերը դուք հուշում եք, որ ցավոք սրտի մեր քաղաքացիները այնքան էլ լավ չեն տիրապետում, թե պետությունը ոնց է կառավարվում։ Եթե օրինակ բերեին 500 տոննա խոզի միս, ախպերջան, ասեն ձրի տալիս եք։ Դիմադիները հելնում են, օրինակ, ասում են, բանա, այ տեսեք 500 տոննա խոզի միսը բերեցին, ձրի տվեցին, գնացին այդ գնումները արեցին միակողմանի, տենդերը մի քիչ լավ չհայտարարեցին, խոզի միսը չգիտեմ ինչ միս էր, առանց մի հոգի մի ամիտ հիվանդ մարդ կերը տունավորվել է, բայց մսից չէ ուրիշ բանից, բայց մեկ այդել կքսեին մսի վրա ոնց որ ամենն ենք ծում։ Էլի տակից դուրս արի, սա մեկ, եւ երկրորդ։ Օրինակ գինու փառատոնին երբ որ գնում ես գինին ձրի, հա։ Որոշակի վճարումներ ես անում, չէ։ Չէ, այլ բանա, օրինակ ես, եթե անկեղծ լինեմ, հանուն անկեղծության ասեմ, քաղաքացիորը իմ համար շատ կարևոր տոն է համարվում, բայց ես կողմ չեմ, որ կենտրոնում, փողոցում, խորովածով, բանով, կրակը բանը, ես դրան կողմ չեմ, եթե անկեղծ լինենք, ես կզ անկեղծ ասում եմ, ասեմ խի, որովհետև կան շատ քաղաքացիներ, որ վճարունակ չեն, բայց ապրում են այդ կողմերում կամ անցնում են այդ կողմերում, այդ հոտը ոնց որ քիթները գցես ու որտեղ մի քիչ ինքան էլ բան չի, էլի կարելի է ինչ որ ասոցիացիաներ դա ձեռնարկեն։ Ես դրան կողմ չեմ։ Բայց մյուս կողմից էլ ձրի մյուս տալուն էլ կողմ չեմ, ցավոտ, ինչի ձրի։ Իսկ այդ պետությունը, որ արդեն իր գործունեության արդյունքում 750,000-ից ավել աշխատող կա, գրանցված։ Դա իր կառավարման արդյունքը չի։ Աշխատողը թող գնա առնի ուտի, եթե ուզում առնի, չի ուզում թող իր հայաթում խանութից առնի միսը, բերի իր հայաթում խորոված անի։ Խորոված չի ուզում ախպեջան, թող խորոված անի, քաղաքացու տոնն է։ Մի խոսքով, սա դու խմելու հավես տոն է։ Ով ոնց ուզում անի, ոչ մեկ չի ասում, չէ, դու խորովածի բանի օրը քաղաքացու օրը պարտադիր պիտի լինես ամիրյանի վրա ու խորոված ուտես։ Ես դուրս չեմ եկել կենտրոն, ինչ քաղաքացու տոն չեմ նշել եմ։ Լավ է նշել եմ իմ համար։ Ինչի կենտրոնացել դրան։ Հա, եթե կազմակերպչական առումով կամ քննադատելի բան է, դառնացի բոգա, ես եմ ուրեմն քննադատելի բան է։ Բայց տենց չի։ Օրինակ մայրերի տոնին բերեք թող պետությունը ձրի, լավ սիմվոլիկ որոշ կառույցներ հա նգնեն բան, ծաղիկներ բաժանեն։ Եկեք Հայաստանի հայ կանանց բոլորին պետությունը թող ծաղիկ նվիրի։ Պես չի չէ։ Ապա մի կայֆ ավատես ուլում, բայց 400-ով ով չի ուտելու։
մի արա։ Դու ջոգել ես իմ ասածը։ Դու ջոգել ես։ Դու կենտրոնացել ես հիմա խորովածի ու մսի քանակի վրա։ Ու էդի այն նարատիվն է, որը որ քո ուղիղը լցրել են, էդի կոմենտացածը չի։ Բայց դու չես կենտրոնացել նրա վրա, որ դա ապրիլի վերջի շաբաթ օրը քո տոնն է որպես քաղաքացի։ Ու չես որոշել ինքդ քո ձևով, չգիտեմ, մարդ կա օրինակ նոր տարում մի հատիկ տորտ առնում, նստում է 10 ժամ խփում, գտալով ուտում պարկում կենում է։ Մեկը կարա ասի նոր տարի չի արել, արել է։ Հիմիկոնն է, դու փոխանակ քաղաքացու քո օրը նշանավորես, դու նա ինչից ես խոսում։ Դու որպես քաղաքացի գոյություն չես ունեցել, դու տեղյակ ես ախպեր։ Դու որպես քաղաքացի երբևէ, մենակ դու չէ, ես էլ իշխանությունների համար մինչև 18 թիվը գոյություն չենք ունեցել։ Մենք իրենց համար եղել ենք գլխական եք։ Այսօր որ ասում են այսքան ոչխար կբերեն բան, այն ձայնագրությունները։ Իրանք այդտեղ բավականին անկեղծ են, իրանք չեն ջոգում որ վիրավորում են։ Իրանք գիտեն որ դա տենց է, բա ոչխարին բան ինչ է։ Այդ դրա համար էր հենց մարտի 1-ին բանակ բերվում, որ կարակեն կովրակամին վրա, ասեն դավայ փախակ տնելով վրա, ես ինչ եք։ Դուք ի՞նչ իրավունք ունեք ելել եք միտինգներ եք անում։ Բայց իրավունքը գրած է սահմանադրության մեջ։ Արած դիտեք, всё։ Հիմա դու փոխանակ գնահատելու, որ հիմա քեզ որպես քաղաքացի ասում են այսօրը քորնա ու ոչ աշխատանքային վայելի ոնց ուզում ես։ Մնացածը քո որոշելիքն է դու ոնց վայելես։ Ընդեղ էլ մի քանի օկյաս մեն ապեր տարանք, բանա Աբովյանը փագենք, խորովածի մաղալները դնենք եւ քաղաքացու օրինակ քեֆի օր։ Այդ հələ նոր պիտի ձևավորվի ավանդույթներ, նոր հիմնվող բան է դա։ Դու դա չես նկատում, չես գնահատում։ Ճոգում ես։ Որովհետեւ քեզ շեղը դրել են 3-17-ի գծի վրա։ Եթե տես, բայց ես քեզ չեմ շեղում դնեմ 16-ի 11-ի վրա։ Ես քո հետ զրուցում եմ։ Ես քեզ ստեղ հələ չեմ ասել, ես չեմ ասել, չեմ ուղղորդել որ եթե մեկին։ Ասել եմ ես սատարում եմ 16-ին 11-ին։ Հասկանում եք, բայց ես չեմ ուղղորդում, չեմ ասում դուք էլ սատարեք։ Ես իմ մտքերը արտահայտում եմ, ասում մնացածը ձեր որոշելիքն է։ Բայց դու փորձում ես պարտադրես քո ասածը, դու որոշի ախպեր։ Դու ուրախ ես որ որպես քաղաքացի քաղաքացու օր կա ու դու ոնց ուզես կարաս այդ օրը նշես, թե դու տխուր ես, որովհետև խոզի միսը ձրի չէր ախպեր։ Ինչի մասին է խոսքը։ Արմենիա ջան, չէ, չի դատվել։ Ու դա ունի պատճառներ, մեզ դա չի էլ ենթադրում, որ չեն դատվելու։ Տես, 2008 թվականի մարտի 1-ից մինչև առնվազն 18 թիվը անցել է 10 տարի, ու ոչ միայն այդ անցած տարիներ են։ Հենց չի որ այդ կրակած զենքերը, կազմակերպիչները sense նստած սպասել են վստահ լինելով որ իրանք չեն դատվի, չէ։ Նրանք փորձել են այդ զենքը այն հողի տակ թաքցնեն, այս մի վկային այնտեղ գյուլեն, կորցնեն, անունն էլ դնեն ես մի ամիտ ավտոյտական է։ Այն մյուս հարցերն էս, լուծեն այն մյուսն էս, հիմա այսօր իրավական համակարգը, քննչական համակարգը այդ մասով խնդիրներ չէ, ունի պիտի ապացուցի չէ։ Չէ, իրականությունը մենք տեսել ենք, մենք գիտենք։ Իրավական առումով դատարանի վճիռը ոչ թե մեր տեսածն է բանալ, այլ իրավական հիմք։ Այս առումով որոշ խնդիրներ կան, այն որում այդ գործը փակվել է, վերաբացվել է բանով, նորի այդ եկած հանգամանքներով։ Ես չգիտեմ, կարամ անկեղծ եթե լինեմ, ես մի հույս ունեմ, մի էդի վճիռով, որ ստեղ ինչ-որ բան առաջ գնա, որովհետև բացի մի էդի վճիռը չեմ պատկերացնում ոնց կարան գտնեն այդ հիմքերը, հատկապես, որ այդ կրակված զենքերի մի մաս հենց Ղարաբաղում է թաղվել հողերի տակ։ Հասկանում եք, չէ՞, դա ինչքան բարդ է հասնել դրան։ Բայց քանի որ մի այդ վճիռ կա, որ իշխանությունը այդ ժամանակվա կառավարությունը չի ապահովել քաղաքացիների անվտանգությունը, դեռ հակառակ մեղավոր է այդ ամեն ինչում, սենց հիմք է տալիս ասելու մարտի 1-ին մեղավորն են նրանց ուսախ կյանքս ասելու անկախ նրանից դրանից հետո իրանք կնստեն չեն նստի իհարկե սկսանկանա որ նստեն բայց չեն էլ կարա ասեն դա տենց չի հասկանում ես նյուանսներ կա ու ունեն չի որ մեկն ու մեկը պիտի նստի եթե այնտեղ պիտի գծեն նայեն ովքեր են բանանում պիտի այնտեղ մի ամբողջ խումբ է գործել բայց դրանից հետո քանի որ էլի եղել է իրանց իշխանությունը Սերժ Սարգսյանի իշխանությունը որը իրանցն է էլի ամեն ինչ արվել է որ կոծկվի ու իմիջիալոց այդ ամեն ինչ անել մասնագետներն են ամեն ինչ արել որ կոծկվի այսինքն մասնագիտական ձևով նենց են արել որ ոչ մի բան չհայտնաբերվի այն ինչն էլ որ կա այդ ժամանակվա բանով վկաներով բանով շատերը հազար հարց կա այդտեղ բայց դա ինչ չի արկելում նրանց անընդհատ ասել մարտի 1-ի հանցագործներ մարտած սպաններ բայց դա միշտ ասելու է դա իմ դեմն է իրանք իշքան հիմա կարան ասեն դա վա դեկան Լևոնեն կելան դուրս եկան բան արին ես ինչ արին միջալոց այս մարտու նման դենամ կգտնեմ դրա Հելել խոսում էր այնքանից մի փուշկերած մալի պես լսում են
Յանը հա ճիշտ է ասում, տեսեք, բացը բանը։ Եթե մալ գտնեմ։ Ներողություն։ Նոներալա։ Այսա։ Լրատվականներով ցույց տվեցին Արթուր Մարդանյան այդ կապույտ Կազախում, որ կապույտը հելել էր Գոր Քլոյանի երեխեն ձեր պատճառով։ Գոր Քլոյանի երեխեն Ռոբերտ Քոչարյանի պատճառով չի եղել։ Գոր Քլոյանի երեխեն Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ է եղել։ Որ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ից առաջ փետրվարի 26-ին որ Սերժ Սարգսյանը հրապարակում միտինգ արեց, բոլորը միացան Լևոն Տեր-Պետրոսյանին։ Լևոն Տեր-Պետրոսյանը հզորացավ եւ Սերժին կանչեց ձեր թիկունքի հետամասում։ Դրանից առաջ ասել էր նույն խոր գորնապշտիկը ինձ բացի ունի սովետ կախաղանի թողմոտ չկան, թե որ կլինի առաջինը դա ես լինեմ։ Պարզապես ինչ օգտագործեք գործիք ներկա վազակապետական վարչախմբի լուծը փոխանելու համար։ Այսինքն ձեզ բայց իրանից բացի մեզ իրարով սրի վերա ես եմ հետեմ եղել։ Ու ինքը փաղապտում։ Այո, մարտի 1-ին ներկայացել եմ եղել։ Ես տարիա սրի վերան գնացիք տուն, որ գար։ Աղան Հոսեյնյան եկավ, չեկավ։ Դատողիկոսը գնաց, չեկավ։ Ասում էր ինչ որ տալանք են հանևրիցս, ախրանիկներ հանևրիցս։ Ես դատի ես դերին ներկայացնից եմ եղել, ու այդ ամեն ինչը հանրակա գիտե այդ Մարդանյան Արտուրը որեցը քամիներն անում այդ մուխլոժման։ Այդ լրիվ մեղքեր։ Մեկը թողասի Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքերը, ինչի՞ չեն անում։ Այդ ամեն ինչը լրիվ հիմնավորված փաստերով կա։ Ես ամեն ինչը հանրակրկիտ այն ժամանակվանից նկարները ունեմ։ Տեսա Նիկոլ Ազատի Տեր-Պետրոսյանը իմ կողքից խոսում է Սերժ Սարգսյանի հետ։ Որասում մոտենես բարի։ Ոչ, միտքը հասկացաք ինչի մասին է։ Ուրեմն ասեմ Արտուր Մարդանյանը ում մասին խոսում է սա, հանդիսանում է այն տղեն, որ Քոչարյանին ասեց, բա Գորքելոյանին դուս սպանեցիր, բա նրա երեխաները անտեր մեծացան, այդ տղեն Արտուր Մարդանյանն է, ով մեր մտերիմն է։ Ու իմ ջարդոց Արտուրի կման ընդդիմադիր չէ, նաև այն տղեն է, ում որ Նիկոլը Կացախում տեսավ, ասեց հիմա այլ ես ընդդիմադիր։ Ասեց ազնիվ տղա, ազնվագույն տղա։ Հիմա սա ասում է, նու տեսակ ոնց է մեկնաբանում։ Այսպես մարդկանց ուղեղներ են դվածել, որ այդ Լևոնը քանի որ արեց միտինգներ, այդ դրա համար էլ եղավ այդ խփոցը։ Արա, Լևոնը, նույնիսկ Լևոնն է պաշտպանում, ես ինքս կարող եմ մի պահ մտածել եմ, որ քանի որ փոփոխության մասին աջակցեմ, բայց Լևոնը ախր ընդդիմադիր ու քաղաքական ով կարծում է, ով համաձայն չի, արդյունքների հետ ու ունի իրավունք միտինգ անելու։ Դա չի պետությունը միակ բանը, որ պիտի անի պաշտպաներն է միտինգ անողներին։ Պիտի պաշտպանի, որ որևիցե մեկը, ասենք ոնց է, տեսեք, որ Քոչարյան ենք, Սերժ, բան ենք, այս դիմադրություն շարժում բան որ հելնում են, այդքան միլիցիան որ հավաքում է, խիա հավաքում։ Հավաքում է պաշտպանելու համար, սրանց միտինգ անելու իրավունքը։ Այսինքն որ ախր Նիկոլի ոստիկանները եկան, բան Նիկոլի ոստիկանները գնացել են պաշտպանելու իրաց միտինգ անելու իրավունքը, որ կողքից սադրանքներ չլինեն։ Դա է, հասկանում եք։ Հիմա սա ասում է, չէ, որ այսինքն ցելով ասում է, որ միտինգ անում, Նիկոլը ճիշտ անի, որ գնդակը արի։ Արա Էնել խնդում է։ Էնել խնդում է, մարտի 1-ի թեմայի վրա խնդում է։ Ու այս ապուշը կանգնել բացատրում է Քոչարյանին, թե իրականում ինչ է եղել։ Տեսանք, հեսա, նորմալ է։ Չգիտեմ, երևի նա բան ասեմ, մի քիչ առաջ, այս եթերը սկսելուց առաջ Գևորգի, Արստավյան Գևորգի TikTok-ի եթերում էի ու բավականին ինձ հասցրել էի սպառել, այնտեղ մի քիչ լարված խոսակցություններ եղավ։ Երևի դրանից է, որ այսօրվա եթերը ոնց որ մի փոքր ավելի, չգիտեմ, այնպես շատ ակտիվ ու ուղղություններով կոնկրետ չգնաց, բայց ոչինչ, այսպես նույնպես լինում է, կարծում եմ նորմալ էր, հետաքրքիր էր, համենայն դեպս ինտերակտիվ բնույթը պահպանվեց, գնել Գարիկին 17-ից բերից 16 մալատեց։ Չէ, ես չեմ ուզում որևիցե մեկին ուղղորդեմ, բայց պիտի լինի տրամաբանություն։ Ժողովուրդ, ես ուզում եմ մի բան հասկանալ, ես իհարկե ունեմ առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք եւ հարգանք վարչապետի նկատմամբ, բայց եթե խոսքը վերաբերվում է իմ պետությանը, ինձ համար քիչ հետաքրքիր թե ես ում հանդեպ ունեմ հարգանք, հա, անգամ իմ ընկերներ հարազատ բարեկամներն էլ լինեն։ Ու մենք պիտի մի բան հասկանանք, որ այսօրվա դրությամբ պետության հարցն է դրված։ Մենք առաջին անգամ, այն որ Պրահայից շատ խոսում են, չէ՞, Պրահայում առաջին անգամ վերահաստատվել է մեր պետության սահմանները, որը մինչև հիմա որոշ շլանգներ դնում են կասկածի տակ։ Մեր պետության սահմաններն են դնում կասկածի տակ ամենատարբեր ապուշ անպատասխանատու ձևակերպումներ անելով, հասկանում եք։ Ու այսօր կա երկու ընտրություն, կամ մենք ընտրում ենք խաղաղության հարատևությունը, ես չեմ ասում բացառվում է պատերազմը, հնարավոր լինի չստացվի խաղաղություն, չգիտեմ, բայց ճանապարհը այդ կողմ են գնում, ու ես սատարում եմ դա։ Եվ չեմ սատարում, որովհետև վախենում եմ պատերազմից, ոչ, որովհետև ես հասկանում եմ խաղաղության գինը։ Խաղաղության գինի մեջ մտնում է ոչ միայն չսպանվող զինվորը, այլ նաև զարգացող տնտեսությունը, ինչի արդյունքում կյանքի բարելավումը, որակի եւ այլն։ Եվ մյուս կողմից դրված է կոնֆլիկտի հարաբերությունը։
Գիտեք, կոնֆլիկտի հարատևությունն էլ մեզ դրել է կախման մեջ, որից մենք չենք կարող արդեն նստած ասում ենք, բա որ բան առնի, բա որ ջղայնանա, Պուտինը ու փագի էս ինչ ինչ։ Սա հենց կախվածությունն է։ Մենք ասում ենք դա մեր բերանով։ Իսկ այդ երկիրն էլ ասում ախպեր այդտեղ կոնֆլիկտը պիտի հարատև լինի։ Որովհետև իր շահը Ադրբեջանի հետ այսօր համընկնում է։ Վաղը չգիտեմ կամընկնի թե չէ, երեք չգիտեմ։ Այսօր համընկնում է, ուզեք թե չուզեք։ Եվ ինքը ունի խնդիր իր երկրին բան ցույց տալու։ Հիմա կամ մենք ընտրում ենք այս կոնֆլիկտի հարատևությունը կամ ընտրում ենք խաղաղության հարատևությունը։ Երկուսն էլ դժվար է, դժվար խաղաղության հասնելը հեշտ է։ Դա հեշտ ճանապարհը չի։ Անկամ ասեմ, ինձ երբեմն եղել է իրավիճակներ, որ ես զգացել եմ, որ կոնֆլիկտի տիրույթում պահել երկիրը իշխանության համար ավելի հեշտ կլիներ։ Այսինքն հաշվետվության պարագայում, եւ որ պիտի հաշվետու լինի ժողովրդին, ինքը ավելի հեշտ հաշվետու կլինի, որ ասի կոնֆլիկտի մեջ ենք, ես էլ սենց է, քան որ ասի խաղաղության մեջ ենք, դե բաբա։ Հասկանում եք, պահանջները տարբերվում են այդտեղ։ Ամեն մեկը իր դժվարությունը ունի։ Էդուարդ Մկրտչյան, ռուսերեն շեյով 76։ Ապեր, վախում ես հիմա ինչ-որ գազ դեմս, ինչից ես վախում։ Ուրեմն ես քեզ ասեմ, մեկ էլ Ղարաբաղում պատերազմի ժամանակ թուրքերն են երազել ու ասել, որ աչքից իմ ու ինպես տղեկի վերջը մոտիկ է։ Ու հիմա դու ես դա կրկնում։ Եղավ բջի թուլլա։ Կոպես բջի թուլլեկն են հələ գալու գնան։ Դու գիտեք քանի տարի է օր եք հաշվում իմ վերջի հետ կապված։ Երբ որ կա մոտիկն է, երբ որ կլինի վերջի օրը, այդտեղ դեմս կայնեք ասեք վերջին օրը, դա չէ, ուրեմն սիկիներդ քաշեք ստուց։ Հասկացա՞ր։ Բջի թուլլա։ Մնացել էր ձեր նման պոռնիկի վաստակներին տամ ես իմ երկիրը, բա չէ։ FSB-ի ստուկաչներ։ Ու սենց անձնական գիտեք ինչքան նամակ եմ ստանում Ժողովուրդ ջան, օրական։ Չգիտեմ, էֆիրը փակենք, թե այս մի թեման էլ քննարկենք, արա դե կարճ թեմաներ են, չգիտեմ։ Ժողովուրդ ջան, դուք ասեք, փակենք, թե մի թեմա էլ քննարկենք։ Եկեք կավեսի տեսած չլեք, ես էլ բանանենք ու փակենք 2 ժամա երթերում։ Ուկրաինացման մասին եք խոսում, մի նկարագրեք։ Ուկրաինացման մասին եք խոսում, մի նկարագրեք թե Հայաստանի Հանրապետությանը։ Ինչու եք դուք ուկրաինացմամբ սպառնում, անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ քաղաքականություն կորթեգրի։ Որտեղից է գալիս։ Ձեր այդ մղումը կառավարում։ Լավ, սրանից հետո կասեմ Ինչ արել Հայաստանը։ Ինչ արել Հայաստանը։ Պետք է հաշվառանը Ուկրաինայի պատասխանը պետք է հացի պատասխանը տա։ Անորում ես ասեմ, Սերժ Սարգսյանը ասել է, որ ԵԱՏՄ-ի միացել են, որպեսզի Ուկրաինայի բախտին չարժանանան։ Մենք հապկում ու ԵԱՏՄ-ի անդամ լինելով հայ Ուկրաինայի բախտին ենք արժանանում։ Հիմա ասում եք, եթե դուք այդ ինտեգրացիոն process-ները չշարունակեք, արժանանալու եք Ուկրաինայի։ Այս քաղաքական խոսքի պատասխանը տվեք։ Ես ես եթերում։ Չգիտեք, դուք չեք կարող գործընկերներ մտնել տաղավար եւ ձեր են նախորդի վարտահայտած հայտարարությունները թողնել մի կողմ։ Այստեղ բանավեճի մեջ մտնել։ Միայն այստեղ քրի շրջանառման վտանգավոր ճանապարհով եք։ Ինչ արել Հայաստանը։ Ինչ մեղքագործել։ Ինչ մեղքագործել Հայաստանը։ Չի գործել, արկածախնդիր արտաքին քաղաք։ Այսինքն դուք ասում եք, որ Ռուսաստանը մեզ կցեղասպանի, ինչպես Թուրքիան։ Այս ռումբեր պետք է ուղարկի Հայաստան եւ դա արդարացված կլինի։ Լսեք, եթե Միտքը հասկացաք, չէ՞։ Այս ծրվադրությամբ շատ են կերցնում, թե բա Հայաստանի ուկրաինացում եք ուզում, բա որ ռուսը ջղայնանա։ Ախպեր, բա մենք էլ ուզում ենք ձեզ դավերի անենք 3-7-17։ Ներկայանում եք ուժեղ դուխով տղերք։ Ուզում ենք ձեզ դավերի անենք, ախպեր, բա դուք փաստորեն դες վախկոտ եք, քակլան եք արա։ Որպեսզի ռուսը չջղայնանա, պետությունը տանեք ռուսի տա կարա։ Էտա քաշները տարա։ Բա որ ասում քակլան եք, այդ նկատի ունեմ նաև էլի։ Բա խեք այտենց խոսում։ Կամ ես մյուսը, հեսա կասեմ խեք դուք տենց խոսում։ Օրինակ այսօրվա այդ ինֆորմացիան, թե երեկվա ինֆորմացիան, ծառիկների արգելք։ Հիմա վաղը մյուս օր որ գյուղ արտադրանքի այլ տեսակների վերաբերյալ արգելքներ մտցնեն, ինչ են անում։ Հիմա այդ ժողովուրդ, այդ խեղճ ժողովուրդ, օրինակ ով որ վարկա վերցրել։ Բախի պիտի արգելք մտցնեն արա։ Այսօր վարկա սպասարկում, հիմա ջերմություն ծանիկ արտադրում եւ արտանում Ռուսաստան։ Ասма որովհետեւ Նիկոլը չի կզում ռուսի դեմը, չի չոքում ասի։ Մենք քոնն ենք ազգովի ախպեր, մեր ազգը պաշտում է քեզ ռուս, չնայած ու մեզ վերջի պաստավկա է սարել, բայց մեկը քատատուտ ենք ռուս։ Այդ չի անում Նիկոլը, դրա համար Ռուսաստանը չի սիրում Նիկոլին, դրա համար պիտի փագի։ Սա էլ է բարա, ապուշ, կզի ռուսի դեմը, հապատակվիր նրան, որպեսզի չփագի, թե չփագի ախր։ Բավար բարեկամ է, բարեկամ երկիր է, երկիր չէ, բարի չեք ասում Պուտինն է բարեկամը, դուք բարեկամ երկիր չէ, դուք եք ասում։ Բարեկամը դրա բանա փագում, որ մենակ թե Իրանով անի էլի։ Այ քակլաններ հասկանում եք, այդ ստեղ է խնդիրը կայանում։
Հեսա Ուկրաինա կհարցակվի մեր վրա, ուկրաինացուն ինչ նկատի ունեք։ Նկատի ունեք, որ կհարցակվի մեր վրա, չէ՞ Ռուսաստանը։ Խի պիտի հարցակվի, մենք կարանք իմանալ։ Հայաստանի Հանրապետությունում ինչ որ մի հատ մարզ կա ռուսաբնակ, ովքեր որ ուզում են միանալ Ռուսաստանին, Հայաստանը դեմ է, ու Ռուսաստանը պիտի հարցակվի, որպեսզի այդ մարզը միացնի։ Ասեք խի ուկրաինացուն ինչ է նշանակում։ Մենք կասեք իմանալ։ Այսինքն պիտի հարցակվի ենթարկացնի Հայաստանը իրար։ Ու դուք ինչ եք առաջարկում, չոքենք որ չհարցակվի։ Բայց մեր համար ինչ տարբերություն թուրքը հարցակվեց թուրք Իրանով արեց ռուսը։ Ասեք եթե կոնը չի, եթե Հայաստանը ինձ չի պատկանում, իմ համար ինչ տարբերություն ում կարա պատկանի։ Բայց ինչ եք դուք կանգնել այնտեղ դուք թուրքը խոսում, բայց թուրքից ինչ խնդիր ունեք Թուրքի հետ։ Դուք ասում եք որ թուրքը կհարցակվի կգրավի, չէ՞։ Թուրքի հետ այդ խնդիր ունեք, չէ՞, բայց ռուսը մեզ փրկում է, չէ՞։ Ոսը կհարցակվի, բայց ասեք տանք ռուսի որն ինչ նրան չտա։ Ինչ արա, ինչի մար։ Սա յաց է պատկերացած հարաբերությունը։ Դուք կզաններ, բա որ ասում են կզաններ եք, քակլաններ եք, բայց ինչ նկատի ունեք, որովհետեւ դուք պետություն չեք ներկայացրել։ Դուք ձեր հավատարմությունն եք կզած ներկայացրել։ Ու այսօր երբ որ Հայաստանը կանգնել ասում ախպեր, մենք պետություն ենք, Ռուսաստանը եշնում է։ Այս դա ձեր պատճառով է։ Ապուշա կտրում, ոնց արեց ովքեր են եկել են ասում են մենք անկախ երկիր ենք։ Մենք սրանց չեն ճանաչել, սրանք վերջի, այն որ խաղերով արի Գուրգեն Մահարի վիճակն է եղել։ Սրանք ոնց չտածել են, դες բարին են, ես չի եկել ես այստեղ խոսում։ Դավայ սրանց էս չտակ, մի հատ էլ լարսով խնդիր ստեղծեք, մի հատ էս արեք, մի հատ էլ արեք, մեկ էլ ստեղից հերնում են մի ուտակ ճուբլեբաց, այ տեսեք լարս սպագեցին, սա էիք ուզում, որ ասում ենք Ռուսի հետ հարաբերությունը մի պատասեք, ինչ հարաբերություն արա, այ կզան։ Սա է հասկանում եք։ Ու սրանք հելել են հույսով, որ պիտի էլի ասեն խորհրդարան։ Գիտեք ում հույսով։ Այ են ճուբլեբացների, ովքեր նորստեղ կապիկլամի շեն ելնում։ Բա յուրից մյուս կողմից մենք բանը մեր երկիրը բա ուրա։ Բա ուր է, բա ինչ եք ելել մտել դրանց մեջերը։ Մարդու լրտեսությանը բռնել են տանում ահացել, այն է մեր աղբերն է ինքը, պանյատներով պետում, գիտեք խի տենց ասում։ Արա որովհետև պետության պատկերացում չունեն, իրանք երկիր ուզում են դարձնել պանյատներով երկիր։ Ինչն է ճիշտ, ինչը սխալ, ինչն է լավ, ինչն է վատը, մենք ենք որոշում։ Ոչ թե պետություն, այ եթե պետություն վախտին սարքելով գալուց լինեին, մենք այսօր սրան չէինք հասնելու։ Այսօր չէր լինելու առանց Արցախ մեր իրականությունը։ Վստահ եղեք։ Այդքան որ տարան պանյատներին, այս ստացանք են ինչ որ ստացանք։ Ոչ միայն ընտրող կան, էլի ջան, այդ համբալներին, ոչ միայն այդ բաներին, ոնց ասած չոմոներին, չուխաններին, ոչ միայն ընտրող կա, այլ անգամ հետները երկու բառ խոսում ես դու տես ոնց են հիստերիկանում։ Լրիվ զուգահեռ իրականությունում, բան ես բացատրում, ասում ես պաշտպանում ես, ասում ես լսի սիրելիս, ես ում ուզեմ կարա պաշտպանեմ, դա իմ իրավունքի ցանկությունն է, դու չես կարող։ Բայց պաշտպանել դու կարես ցույցացիչ դու ասում ես, ես քեզ բացատրում որ էսի ինչ է գալի, ինչա ոնց է։ Ես ցույց կտաս որտեղ ինչը պաշտպանեցի։ Այնքան ուղեղները ու սա հենց այո ԱԱՑ-ի խնդիրն է, որովհետև ազգային անվտանգության ծառայությունը պիտի հստակ հարցի պատասխանի։ Ինքը որքանով ապահովում հայ հասարակության անվտանգությունը, ոչ միայն անվտանգությունը բանի առումով, հանցագործության առումով, այլ այո հզբի կրթական ցենտրում ինչ քաղաքացի է ուզում ստանա։ Պետությունը ունի այս հարցի պատասխանը։ Որովհետև քաղաքական ուժ ունի այս հարցի պատասխանը։ Ինչ քաղաքացի են տեսնում 5, 10, 15, 20 տարի հետո իրենք։ Ինչ տեսակ։ Եվ ինչ քայլեր են նախաձեռնում այդ ուղղությամբ։ Եթե դու թույլ ես տալիս քո լրատվականների 95%-ը առավոտից իկուն սուտ աշխարհի ստերը լուսաբար, այսօր Նիկոլ Փաշինյանը բանա քարոզարշավի մեջ է նկատում է թե ինչ է կատարվում լրատվական դաշտում։ Այդ մարդը միշտ չի որ ժամանակ ունի հետևի, հիմա իր պրոֆիլը հիմա ավելի կենտրոնացած է։ Բաներն է պիտի ուզած ուսումնասիրի, որ իր ռետորական խոսքի ընթացքում չէ նաև հակադարձի։ Ու մեկ էլ տեսնում արա, դե չհասկացան, քեզ ինչա։ Ու մեկ էլ ներվանանում է։ Բայց քեզ ներվայնանում, այ կյանքիդ մեռնեմ, քեզ ներվայնանում այդ մարդու վրա։ Եթե իրան 5-6 տարի ամեն օրով, ամեն վարքյանով ուղեղի մեջ դրել են, որ սենց չի, սենց է։ Բայց ժամանակ այդ սուտը, գիտեք, կարա ձևակերպումը այլ կերպ լինի։ Կարա հերոստատեսությունը բնական է, որ կարա լինի ընդդիմադիր կեցվածքով։ Բայց այդ ընդդիմադիր կեցվածքը եթե հանուն պետության չի, այլ ժողովրդին խաբելու, դիվիդենդ գողանալու մասին է, ու մարդու չէ որ այդ մարդու կյանքը կենսագրությունը փոխվել է արդեն։ Ու դա չի ապահովվել, իր բանը բնականում կյանքի իրավունք չի ապահովվել։ Սենց հարցեր կա։ Ես դրա համար այսօր շատ քաղաքացիների չեմ վիրավորում, միջև ինչ չեմ վիրավորում, ես չեմ վիրավորում։ Որովհետև ես հասկանում եմ խի կարա իրանց ուղեղը լվացած լինի։ Ու այսօր ես ձեզ ասեմ, ես հաճույքով կցանկանայի չընտրել 16-ին քաղաքացիական պայմանագրին, այլ ընտրել որևիցե այլ քաղաքական ուժի։ Բայց շատ լավ գիտակցելով, որ Ռուսաստանը շարունակում է հիբրիդային պատերազմը ու սեղանին դրած է Հայաստանի Հանրապետության հարցը, ոչ թե դրված է քաղաքական բան ձևակին որելու հարցը, հենց կոնկրետ պետության գոյութենաբանական հարցն է։ Ես պիտի ընտրեմ 16-ին։
Եվ նրանք ովքեր ամեն դեպքում չեն ցանկանում ընտրել 16-ին, ուզում են քաղաքական մեկ այլ ուժ ու չեն պատրաստվում։ Ես առաջարկում եմ ընտրել 11-ին։ Արա մի անգամ փորձեք էլի, տեսեք ինչ կունենան։ Եվ սրա եւ իմ պահանջը քաղաքացիական պայմանագրից հստակ ձևակերպված է։ Ես ասել եմ, տեսեք, հենց ասում եք 21-ին նույնպես ասում եք բոլոր ընտրություններին էլ ասել է, բայց առաջնային բաներ կային, հանուն արտահայտության ասեմ, առաջնային անվտանգության հարցերի, երկրորդ բանակի հարցեր, երրորդ սրանց պատժելը մի քիչ 4-րդ կամ 5-րդ էր, չնայած բոլորի սրտով էր ու ամենաշատ սպասվածը, բայց այդ ժամանակ տենց էր։ Հիմա դուք այնորսես գիտեք ոնց, ես գիտեմ որ սա պրոշինա հասել ու հաստատ վստահ եմ որ դա տենց կլինի, բայց մյուս կողմից չեք էլ կարա տենց չանեք։ Դուք չեք կարա 26-ի 17-ի ընտրություններից հետո նորից շարունակեք պատճառներ բերել թե ինչու չեն դատվում։ Ինչու պիտի սրանք հնարավորություն ունենան մի հատ 31-ին դուրս գան ֆրուտ չեք կարա։ Որովհետև այո, այդ ժամանակ ես եմ դառնալու ընդդիմություն ախպեր։ Հենց ես եմ դառնալու հենց կոնկրետ ձեզ ընդդիմություն։ Ես ամեն վարկանով եմ պահանջելու։ Ամեն վարկա իմ ամեն ինչը նվիրված լինելու պահանջին ակցիաներին то կոպիտել, то նուրբել, то քնքուշել, то չորուց հավովել, բայց պիտի տես լինի։ Բայց ես գիտակցում եմ որ եկել է այդ պրոշին։ Ու ես այո 16-ին եմ դնես տալ։ Մարկա չի գիտակցում դա։ Մախբեր ջան, պրոբլեմ չկա։ 11-ին ձենտուր։ Ձենտուր գոնե քաղաքական դաշտ ձևավորվի։ Դուք տեսել եք, այսօր 21-ին երբ որ ասում եմ մի արեք, նախկին ներկայ ազգային ժողովում 5 տարի գործ չեն անելու։ Չլսեցիք, չէ, ես մեկը ես չեմ բանանի։ Տեսակ 5 տարի։ Արա 5 տարի ԱԺ-ում էին, մարկա էլի գնում է ձենտա, ինչի մար 5 տարի ինչ տեսար իրանցից որ ձեն ես տալի։ Այսպես հարցեր կա։ Ու հարցը вообще թե դրա չի ով ում հարգում, ով ում չի հարգում։ Հարցը դրած է պետության մասում ու հստակ փաստեր է դրած։ Ոչ ոք կատարյալ լավը չեն, պալյուբոմու կատարյալ լավը չեն։ Ինչ մարդկա ասում է կապն կատարյալ լավն է։ Վայ, 10 վայրկյանում կփոշի ասնեմ այդ ասածը։ 10 վայրկյանում։ Բայց որովհետև կատարյալ չեն կարա լինի։ Ախպեր կատարյալին մոտիկ էլ չի, էդ էլ ասեմ։ Բայց մի բանում ես վստահ եմ պետության մասին է ու աշխատանքներն է, քայլերն է, փաստերն է դրա մասին են։ Կլինեն դրա մեջ թերություններ, այդ թերությունները ես գիտեմ։ Կլինեն տեմպեր, դանդաղ տեմպեր, էդ էլ ես գիտեմ։ Պատճառներն էլ, պատճառահետևանքային կապներ, то շատ ժամանակ այդ բորշի մեջ քակողների անուններն էլ շատ լավ գիտեմ։ Բայց անգամ այդ անուններին մեկը այսօրվա դրությամբ ես սատարում եմ, որովհետև դա իմ պետության մասն է, այսքան բան։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, թույն է լինելու, իսկ անբարոյականությունը, անդասիրակությունը ամեն տեղ էլ կա, դա ոչ ոք չի վերացրել, դրա համար էլ ցավոք սրտի, այքանի որ սրանք FIP նյութը որ ցույց է տալի, ամեն ինչ արել են դեմոնիզացնելու եւ պետական ինստիտուտների անունը նույնպես դեմոնիզացնելու համար եւ այդ ինստիտուտների ներսից էլ կապիկ լողցնողներ եղել են որ նպաստել են իրաց պասիվությամբ այս process-ին դրա համար կարողանում են որոշներին համոզել թե այդե ոչինչ որ իրանի ԱԱՑ-ն մեկ այդի կարա սուտ լինի, այդե ոչինչ որ չգիտեմ հակակոռուպցիոն, այդ ինչ պիտի լինի, ու սենց չէ, ապացուցեք, ու սենց մարդկանց մեջ վստահություն են փորձել քերել մաշացրել, բայց ոտնես չի։ Հա, ամենտեղ կան շահ խնդիր կողմեր ցանկացած իրավիճակի վերաբերյալ։ Ու սա պետք է գիտած մի քիչ լայն է պետք նայել այս ամեն ինչի։ Ամեն դեպքում հետևյալն է 2026-ին սիկտիր ենք անում FSB-ի ստուկաչներին։ Հասկանում։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, մինչ վաղը։ Բարի գիշեր։